Անթերի հարսանեկան արարողության կատարելությունը խախտվում է, երբ մի զայրացած կին ներխուժում է սրահ, բացահայտելով մութ գաղտնիք։ Դաժան հարձակմամբ նա վտանգի տակ է դնում հղի հարսնացուի կյանքը։ Հաջորդող քաոսն անջնջելի հետք կթողնի բոլոր ներկաների վրա, կփոխի երիտասարդ կնոջ կյանքի ընթացքը, որն այժմ պետք է պայքարի իր ապագայի համար։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երանի Արարատ Գրանդ հոթելի շքեղ սրահը երբեք այսքան մանրակրկիտ ձևավորում չէր տեսել։ Ներկրված սպիտակ խոլորձներից պատրաստված ծաղկային կոմպոզիցիաները նուրբ ջրվեժների պես իջնում էին առաստաղից, իսկ վանիլի բույրով անուշաբույր մոմերը բուրում էին սրահի բոլոր անկյուններում։ Փղոսկրագույն թավշով պատված աթոռները համաչափ շարքեր էին կազմել, որոնք զբաղեցրել էին իրենց լավագույն հագուստներով 300 հյուրերը։ Բյուրեղապակյա ջահերի ոսկեգույն լույսն արտացոլվում էր ներկաների միջ շրջանառվող շամպայնի բաժակների վրա, ստեղծելով գրեթե կախարդական փայլ, որը տարածքը վերածում էր հեքիաթային մի վայրի։ Անահիտ Սարգսյանը 10-րդ անգամ ուղղեց ֆրանսիական ժանյակից իր քողը, որը ծածկում էր նրա շագանակագույն, էլեգանտ կոկոնով հավաքված մազերը։ Նրա կանաչ աչքերը, որոնք ժառանգել էր մորական տատից, փայլում էին նյարդայնության սպասման խառնուրդից։ Աջ ձեռքը նրբորեն դրված էր դեռս ոչ այնքան նկատելի որովայնին, որտեղ պաշտպանված աճում էր 4 ամսական կյանքը։ Փղոսկրագույն մետաքսից մարգարիտներով զարդարված զգեստը հատուկ նրա համար էր կարել հայտնի դիզայները, այնպիսի ձվածքով, որը քողարկում էր հղիությունը, առանց այն ամբողջությամբ թաքցնելու։ Ի վերջո, այդ երեխան էր պատճառներից մեկը, որ հարսանիքն այդքան շտապ էր կազմակերպվել։ Սրահի նախասենյակում նրա մայրը, Գայանե Սարգսյանը, ստուգում էր յուրաքանչյուր մանրուք, զորքը ղեկավարող գեներալի ճշգրտությամբ։ Գայանեն 52 տարեկան էլեգանտ կին էր, անթերի սանրված շիկահեր մազերով մուգ կապույտ զգեստով, որն ավելի թանկ արժեր, քան սովորական մեքենան։ Նա երանյան ավանդական ընտանիքից էր, մի շինարարական ընկերության սեփականատեր, որը կառուցում էր արտրային շենքեր ամբողջ հանրապետությունում։ Անահիտի ամուսնությունը Դավիթ Ավետիսյանի հետ ոչ միայն սիրո միություն էր, այլ ռազմավարական դաշինք Երանի ամենաազդեցիկ երկու ընտանիքների միջ։ Քաղաքի մյուս ծայրում, ընդամենը 30 րոպե հեռավորության վրա, 30-ամյա մի կին նյարդային քայլում էր կենտրոնի իր փոքրիկ բնակարանում։ Լիլիթ Մանուկյանը հագել էր կարմիր, կիպ զգեստ, որն ընդգծում էր նրա կազմվածքը, խորը լանջաբացվածքով կողային բացվածքով։ Նրա մազերը ալիքներով թափվում էին մերկ ուսերին։ Նշած աչքերը, որոնք ընդգծված էին թարչաներկով մուգ ստվերաներկով, վտանգավոր փայլ ունեին, վճռականության զսպված զայրույթի խառնուրդ։ Նա այնքան ուժեղ էր սեղմել հեռախոսը, որ մատների հոդերը սպիտակել էին։ Էկրանին Դավիթ Ավետիսյանի լուսանկարն էր, Անահիտի կողքին ժպտալիս, մի նկար, որը տարածել էր Ավետիսյանների ընտանիքի մամուլի ծառայությունը։ Նկարագրությունը հայտարարում էր տարվա հարսանիքի մասին, որը միավորում էր երկու գործարար դինաստիաներ։ Լիլիթի ստամոքսը սեղմվեց։ Այդ տղամարդը նրան ապագա էր խոստացել։ Նրանք նախորդ գիշեր միասին էին քնել։ Նա սիրո խոսքեր էր շնջացել, գրկելով նրան, հավաստիացնելով, որ հարսանիքը պարզապես ձականություն է, ընտանիքի պահանջ, բայց իր սիրտը պատկանում է նրան։ Լիլիթը հեռախոսը շպրտեց բազմոցին, մոտեցավ հայելուն։ Նա զայրույթից այրվող աչքերով նայեց իր արտացոլանքին։ Նա պարզապես թաքնված սիրուհի չէր։ Նա այն կինն էր, ում Դավիթը փնտրում էր, երբ իրականության կրքի առանց պահանջների իրեն հասկացող մեկի կարիք ուներ։ Անահիտը պարզապես հարմար ընտրություն էր, մի երես առած աղջիկ, որը միտումնավոր հղիացել էր նրան իրեն կապելու համար։ Համենայն դեպս, Դավիթն այդպես էր ասում։ Միտքը սկսեց ձևավորվել նրա գլխում փոթորկի պես։ Եթե Դավիթը խիզախություն չուներ խոստովանելու իր զգացմունքները, ապա ինքը կաներ դա։ Նա կգնար այդ հարսանիքին։ Ցույց կտար բոլորին, թե ով է նրա սրտի իսկական տիրուհին։ Անահիտը կիմանար ամենադաժան ծով, որ ամուսնանում է մի տղամարդու հետ, որը պատկանում է ուրիշին։ Արարատ Գրանդ հոթելի սրահում արարողությունը պատրաստվում էր սկսվել։ Լարային քառյակը սկսեց նվագել երգացանկի առաջին ստեղծագործությունը, կանոն ռե մաժորի նուրբ տարբերակը։ Հյուրերը տեղավորվեցին իրենց տեղերում, հիացմունքի խոսքեր շշնջալով ձևավորման միջոցառման շքեղության մասին։ Առաջին շարքում Անահիտի հայրը, Գագիկ Սարգսյանը, ամուր մատներով ուղում էր փողկապի հանգույցը։
Նա 58 տարեկան բարձրահասակ տղամարդ էր, կատարյալ սանրված ճերմակած մազերով մի կեցվածքով, որն ակնթարթային հարգանք էր ներշնչում։ Նրա կապույտ աչքերը մանրակրկիտ ուշադրությամբ հետում էին ամեն ինչին։ Գագիկը զրոյից կայսրություն էր կառուցել անշարժ գույքի ոլորտում։ Ծնված լինելով մարզի համեստ ընտանիքներից մեկում, նա աշխատել էր որպես որմնադիր, մինչ կարողացել էր իր առաջին վարկը վերցնել հողատարածք գնելու համար։ Այսօր նա հանրապետության խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատերն էր, որը կառուցում էր արտրի կենտրոններ, շքեղ թաղամասեր, կորպորատիվ շենքեր։ Բայց իր մասնագիտական կյանքում ոչինչ չէր կարող համեմատվել իր միակ դստեր հանդեպ տածած սիրո հետ։ Անահիտն իր արքայադուստրն էր, իր կյանքի իմաստը, նա ամեն ինչ կաներ նրան պաշտպանելու համար։ Գագիկի կողքին Գայանեն սպիտակ մետաքսե թաշկինակ էր բռնել, արդեն իսկ կանխազգալով սպասվող արդյունքները։ Նա երազել էր այս օրվա մասին, երբ Անահիտը դեռ փոքր էր։ Դուստրն ամուսնանում էր հարգարժան ընտանիքի տղամարդու հետ, ապահովելով կայուն ապագա։ Դավիթ Ավետիսյանը Գագիկի կատարյալ ընտրությունը չէր, որը սկզբից ետ ինչ-որ անկայուն բան էր նկատել երիտասարդի մեջ, բայց Գայանեն պնդել էր, որ սա իդեալական ամուսնություն է։ Դավիթ Ավետիսյանը սպասում էր խորանի մոտ, քահանայի խաչեղբայրների կողքին։ Նա 28 տարեկան երիտասարդ էր, անկյունային դիմագծերով, հետ սանրված բաց շագանակագույն մազերով մի ժպիտով, որը սովորաբար զինաթափում էր ցանկացած կնոջ դիմադրություն։ Նա հագել էր իր համար կարված սմոքինգ, բայց ձեռքերը թեթակի դողում էին։ Դա փեսայի սովորական նյարդայնություն չէր։ Դա վախ էր։ Խորը վախ, որ ինչ-որ բան սխալ կգնա, որ Լիլիթը կկատարի իր վերջին օրերի սպառնալիքները։ Նա առավոտյան զանգել էր, ասելով, որ հոգնել է թաքնված լինելուց։ Դավիթը փորձել էր հանգստացնել նրան դատարկ խոստումներով, հավաստիացնելով, որ հարսանիքից հետո նրանք առանց սկանդալների միասին լինելու միջոց կգտնեն։ Բայց Լիլիթն այլս սպասելու տրամադրություն չուներ։ Նրա ձայնը, որը նախկինում քաղցր ու գայթակղիչ էր, այժմ այլ կերպ էր հնչում, լցված ինչ-որ մռայլ բանով, որը նա չկարողացավ մեկնաբանել։ Երաժշտությունը փոխվեց։ Հարսի մուտքի ժամանակն էր։ Սրահի երկփեղ դռները դանդաղ բացվեցին, բացահայտելով Անահիտին հոր կողքին։ Նա բռնել էր սպիտակ վարդերից շուշաններից պատրաստված ծաղկեփունջ, որի ատլասե ժապավենները հասնում էին մինչ գետին։ Զգեստը նրբագեղ սահում էր կարմիր գորգի վրայով, մինչ նա քայլում էր։ Հյուրերը ոտքի կանգնեցին, հիանալով այն կնոջ անխռով գեղեցկությամբ, որը կարծես սավառնում էր դեպի խորան։ Անահիտը զգում էր, որ ոտքերը դողում են, բայց պահպանում էր նուրբ ժպիտը։ Նրա հայացքը հանդիպեց Դավիթի հայացքին, որը պատասխան ժպիտ ձացրեց։ Գագիկը դստեր կողքին քայլում էր չափված քայլերով, կարծես ուզում էր երկարացնել այն վերջին պահերը, երբ նա դեռ ամբողջությամբ իրենն էր։ Նա օդում ինչ-որ տարօրինակ բան էր զգում, մի լարվածություն, որը չէր կարողանում անվանել։ Տարիների գործարար բանակցությունները նրան սովորեցրել էին կարդալ մարդկանց, Դավիթ Ավետիսյանը նրա համար բաց գիրք էր։ Այդ երիտասարդը ինչ-որ բան էր թաքցնում։ Երբ նրանք հասան խորանին, Գագիկը քնքշորեն համբուրեց Անահիտի ճակատը հանձնեց նրան Դավիթին։ Մի կարճ ակնթարթ նրա հայացքը հանդիպեց ապագա փեսայի հայացքին, Գագիկը վախ նկատեց այդ հայացքում։ Ոչ սեր, ոչ ուրախություն, այլ մաքուր վախ։ Նա դժկամությամբ մի քայլ հետ արեց, զբաղեցրեց իր տեղը կնոջ կողքին։ Քահանան սկսեց արարողությունը հանդիսավոր խոսքերով ամուսնության խորհրդի, երկու հոգիների միջ հավերժական պարտավորության մասին, որոնք միանում են Աստծո մարդկանց առաջ։ Անահիտը լսում էր յուրաքանչյուր խոսք, կարծես դրանք մեղրի կաթիլներ լինեին, վայելելով իր սիրելի տղամարդու հետ ապագայի խոստումը։ Նա չէր նկատում, որ Դավիթը հազիվ էր կարողանում կենտրոնանալ, որ նրա աչքերը անընդհատ շեղվում էին դեպի սրահի դռները։ Հենց այդ պահին դա տեղի ունեցավ։ Երկփեղ դռները բացվեցին մի շխկոցով, որն արձագանքեց ամբողջ տարածքում, ընդհատելով քահանայի խոսքերը։ Ձայնն այնքան ուժգին էր, որ որոշ հյուրեր վախեցած բղավեցին։ Բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի մուտքը։ Այնտեղ կանգնած էր Լիլիթ Մանուկյանը, դժոխային տեսիլքի պես, հագին այն կարմիր զգեստը, որը դաժանորեն հակադրվում էր միջավայրի անբիծ մաքրությանը։ Նրա մազերը թեթակի ծածանվում էին օդի հոսանքից, իսկ աչքերը հառել էր Դավիթին մի այնպիսի լարվածությամբ, որը կարող էր այրել ամբողջ սրահը։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ 300 մարդ միաժամանակ շունչը պահեց։ Քահանան քարացավ, չիմանալով ինչպես արձագանքել։
Անահիտը դանդաղ շրջվեց, դեռ բռնած ծաղկեփունջը, տեսավ, թե ինչպես է այդ կինը վճռական քայլերով անցնում կենտրոնական միջանցքով։ Նրա բարձրակրունկները խփում էին մարմարե հատակին, պատերազմ ազդարարող թմբուկների պես։ Լիլիթը հայացքը չէր կտրում Դավիթից։ Նրա ձայնը սուր շեղբի պես պատռեց լռությունը, երբ նա գոռաց, որ այդ տղամարդը պատկանում է իրեն, որ նա նախորդ գիշերն անցկացրել է իր գրկում, որ հավերժական սեր է խոստացել, նրա կողքին պառկած։ Խոսքերը ռումբերի պես թափվում էին հյուրերի վրա, պայթեցնելով այդ արարողության կատարյալ ճակատը։ Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նրա աչքերն ակնթարթորեն լցվեցին արցունքներով։ Նա նայեց Դավիթին, ժխտում փնտրելով, որ նա ասի, թե դա սուտ է, որ այդ կինը խելագար է։ Բայց Դավիթը մնաց անշարժ, մոմերի պես սպիտակ, անկարող որևէ բառ արտասանելու։ Նրա դեմքի մեղքի արտահայտությունը բավարար խոստովանություն էր։ Լիլիթը հասավ խորանին, բռնությամբ խլեց ծաղկեփունջը Անահիտի ձեռքերից։ Ծաղիկները թռան օդում, սպիտակ թերթիկները տարածվեցին հատակին, փոթորկի մեջ ձյան պես։ Անահիտը փորձեց պահել ծաղկեփունջը, բայց Լիլիթն ավելի ուժեղ էր, առաջնորդվելով իրեն կլանող զայրույթով։ Երբ ծաղկեփունջը վերջապես պոկվեց, Լիլիթը շպրտեց այն մարմարե հատակին, ցողունների կոտրվելու ձայն արձագանքեց սրահում։ Նախքան որը մեկը կհասցներ արձագանքել, Լիլիթը բարձրացրեց ձեռքը այնպիսի ուժով ապտակեց Անահիտի դեմքին, որ նրա գլուխը կողք թեքվեց։ Ափի հարվածի ձայնը մաշկին հստակ էր, կտրուկ, անհերքելի։ Անահիտը սայթաքեց, հարվածից կորցնելով հավասարակշռությունը։ Նրա ծնկները ծալվեցին, նա ընկավ, մետաքսե զգեստը ամպի պես տարածվեց նրա շուրջը։ Բնազդաբար ձեռքերով պաշտպանեց որովայնը, աչքերը լայն բացվեցին մաքուր սարսափից, մտածելով երեխայի մասին, նրա ներսում աճող երեխային կորցնելու հնարավորության մասին։ Ընկնելու հարվածը ցնցեց բոլոր ներկաների հոգիները։ Կանայք ճչացին։ Տղամարդիկ ոտքի կանգնեցին իրենց աթոռներից։ Հեռախոսներն ինքնաբերաբար բարձրացվեցին, ֆիքսելով այդ անիրական տեսարանի յուրաքանչյուր վայրկյանը։ Գայանեն ձեռքերը տարավ բերանին, խեղդվելով սեփական շնչից։ Գագիկը մնաց նստած, բայց մատներն այնքան ուժեղ սեղմեցին աթոռի բազուկները, որ հոտերը սպիտակեցին։ Դավիթը խորանի մոտ կարծես արձանի էր վերածվել։ Նրա աչքերը հառել էին գետնին ընկած Անահիտին, որը ձեռքերով պաշտպանում էր որովայնը, բայց նա չէր շարժվում։ Չէր գոռում։ Չէր վազում նրան օգնելու։ Պարզապես կանգնել էր այնտեղ, քարացած, մինչ այն կինը, որը կրում էր իր երեխային, ընկած էր գետնին, սարսափած վիրավորված։ Լիլիթը նորից առաջ շարժվեց, պատրաստ Անահիտին մեկ անգամ հարվածելու։ Նրա ձեռքը բարձրացավ օդում, մատները ճանկի տեսքով, աչքերը կուրացած զայրույթից։ Հենց այդ պահին երկու անվտանգության աշխատակից վերջապես արձագանքեցին, վազելով միջանցքով բռնելով Լիլիթի թերից, նախքան նա կհասցներ ավարտել շարժումը։ Նա պայքարում էր, գոռում, հայհոյում, Անահիտին անվանելով շահամոլ, օգտվող մի կին, որն օգտագործել է հղիությունը կապելու մի տղամարդու, որը երբեք նրան չի սիրել։ Գետնին Անահիտը դողում էր։ Արցունքները հոսում էին դեմքով, լղոզելով խնամքով արված շպարը։ Նա ցածրաձայն մրմնջում էր, պաշտպանության խոսքեր երեխայի համար, Աստծուն խնդրելով, որ երեխան լավ լինի, որ այդ ընկնելը չվնասի իր զավակին։ Նրա ձեռքերը շրջանած շարժումներով շոյում էին որովայնը, կարծես կարողանար հպումով հանգստացնել երեխային։ Հյուրերի շշուկները վերածվեցին ճիչերի։ Որոշ կանայք լացում էին։ Մյուսները մոլեգնորեն նկարահանում էին։ Տղամարդիկ զանգեր էին անում, շտապօգնություն, փաստաբաններ, ոստիկանություն կանչելով։ Կատարյալ արարողությունը վերածվել էր բացարձակ քաոսի։ Երաժշտությունը դադարել էր։ Քահանան հետ էր քաշվել, բախվելով խորանին, չիմանալով ինչ անել։ Աշխարհը կարծես փլուզվել էր վայրկյանների ընթացքում։ Բայց ամենաշատը ցնցողը, ամենաշատը ցավեցնողը ներկաների սրտերում Դավիթ Ավետիսյանի անշարժությունն էր։ Նա շարունակում էր կանգնած մնալ խորանի մոտ, դիտելով Անահիտին գետնին, առանց որևէ բան անելու։ Նրա պասիվությունն ավելի բարձր էր գոռում, քան ցանկացած բռնություն։ Դա լուր խոստովանություն էր այն ամենի, ինչ Լիլիթն ասել էր։ Նա չէր սիրում Անահիտին։ Երբեք չէր սիրել։ Եվ այդ փորձության պահին, երբ նա ամենաշատն իր կարիքն ուներ, երբ կրում էր իր երեխային հրապարակավ հարձակման էր ենթարկվել, նա ընտրեց անգործությունը։ Հենց այդ պահին սրահի դռները բացվեցին երրորդ անգամ։ Ոչ ոք չէր նկատել, բայց Գագիկ Սարգսյանն այլս կնոջ կողքին նստած չէր։
Նա աննկատ դուրս էր եկել, երբ անվտանգության աշխատակիցները բռնել էին Լիլիթին, քայլել էր դեպի սրահի հետ նամազ։ Այժմ նա վերադառնում էր, նրա ներկայությունն անհնար էր անտեսել։ Գագիկ Սարգսյանը ոչ շատ բարձրահասակ էր, ոչ էլ առանձնապես մկանուտ, բայց նա մի իշխանություն ուներ, որը ստիպում էր շրջապատողներին բնազդաբար խոնարհվել։ Նրա քայլերը դանդաղ էին, չափված, ամուր։ Իտալական կաշվե կոշիկները խփում էին հատակին մի ռիթմով, որը կտրում էր քաոսը։ Նրա դեմքը մնում էր չեզոք, բայց նրա կապույտ աչքերը փայլում էին մի բանով, որը սառեցնում էր։ Արյունը նրանց երակներում, ովքեր հանդիպում էին նրա հայացքին։ Նա առանց շտապելու քայլեց կենտրոնական միջանցքով, ամբողջովին անտեսելով ճանապարհից հեռացող հյուրերին։ Լիլիթը, դեռ անվտանգության աշխատակիցների կողմից բռնված, սարսուռ զգաց, երբ տեսավ նրան։ Այդ տղամարդու մեջ ինչ-որ բան կար, որը պարզունակ վախ էր արթնացնում։ Գագիկը հասավ այնտեղ, որտեղ ընկած էր Անահիտը, զգուշորեն ծնկի իջավ նրա կողքին, կարծես ցանկացած կտրուկ շարժում կարող էր նրան ավելի շատ կոտրել։ Նրա մեծ, կոշտացած ձեռքը դիպավ դստեր դեմքին մի քնքշությամբ, որը դաժանորեն հակադրվում էր նրա աչքերի սառնությանը։ Նա բութ մատով սրբեց Անահիտի արցունքները, նայելով դեմքի կարմիր հետքին, որտեղ հարվածել էր ապտակը։ Նրա ձայնը, երբ վերջապես հնչեց, ցածր էր, բայց մի կշիռ ուներ, որը ստիպեց սրահի բոլորին ակնթարթորեն լռել, այն լսելու համար։ Ո՞վ արեց սա քեզ հետ։ Դա հարց չէր։ Դա պնդում էր, որը պատասխան էր պահանջում։ Անահիտը բացեց բերանը, բայց ձայն դուրս չեկավ։ Նա չափազանց շոկի մեջ էր խոսելու համար։ Հարսնաքույրերից մեկը, Աննան, Անահիտի մանկության լավագույն ընկերուհին, առաջ եկավ մատնացույց արեց Լիլիթին, դողացող ձայնով բացատրելով, թե ինչ է տեղի ունեցել։ Գագիկը դանդաղ ոտքի կանգնեց, նրա հայացքն առաջին անգամ հանդիպեց Լիլիթի հայացքին։ Նա փորձեց պահպանել մարտահրավեր նետող կեցվածքը, բայց այդ տղամարդու արտահայտության մեջ ինչ-որ բան ստիպեց նրան ակամա հետ քաշվել։ Գագիկը նույն զսպված հանգստությամբ մոտեցավ նրան, կանգնելով մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Նա վերից վար զննեց նրան, կարծես անարժեք մի բան գնահատեր։ Նրա ձայնը շարունակում էր ցածր մնալ, երբ նա հայտարարեց, որ իր դստերը հարձակման են ենթարկել հղի ժամանակ, որ Լիլիթը կմնա անվտանգության աշխատակիցների հսկողության տակ մինչ իշխանությունների ժամանումը։ Նա չգոռաց, չսպառնաց։ Պարզապես հայտարարեց, թե ինչ է տեղի ունենալու, սրահում ոչ ոք չկասկածեց, որ հենց այդպես էլ կլինի։ Լիլիթը փորձեց բողոքել, պնդել, որ իրավունք ունի այնտեղ լինելու, բայց Գագիկը լռեցրեց նրան մեկ հայացքով։ Այնուհետ նա շրջվեց դեպի խորանը։ Նրա հայացքը հանդիպեց Դավիթ Ավետիսյանի հայացքին, որն անմիջապես մի քայլ հետ արեց, գրեթե սայթաքելով սեփական ոտքերի վրա։ Դավիթը բացեց բերանը խոսելու, բայց Գագիկը բարձրացրեց ձեռքը, լռություն պահանջելով։ Ժեստն այնքան իշխանական էր, որ Դավիթն ակնթարթորեն հնազանդվեց, բերանը փակելով նախատված երեխայի պես։ Գագիկը քայլեց դեպի խորանը քայլերով, որոնք որոտի պես արձագանքում էին։ Նա կանգնեց Դավիթից ընդամենը 1 մետր հեռավորության վրա, զննելով երիտասարդին աչքերով, որոնք կարծես տեսնում էին հոգու միջով։ Դավիթը փորձեց բացատրություն մրմնջալ, ասելով, որ վախից քարացել էր, որ չգիտեր ինչպես արձագանքել, որ շոկի մեջ էր իրավիճակից։ Խոսքերը դուրս էին գալիս շփոթված, հուսահատ, խղճուկ։ Գագիկը թույլ տվեց Դավիթին ավարտել։ Համբերատար սպասեց, մինչ այդ բոլոր դատարկ արդարացումները սպառվեն։ Երբ նրանց միջ վերջապես լռություն տիրեց, Գագիկն արտասանեց մեկ նախադասություն, այնքան ցածր տոնով, որ միայն Դավիթը ամենամոտ կանգնածները կարողացան հստակ լսել։ Նա գետնին էր։ Եվ դու ոչինչ չարեցիր։ Խոսքերը մահվան դատավճռի պես ընկան Դավիթի վրա։ Դրանք հերքելու միջոց չկար։ Հնարավոր բացատրություն չկար։ Դա դաժան անհերքելի ճշմարտությունն էր։ Անահիտը հարձակման էր ենթարկվել, հղի էր, ընկել էր, Դավիթը մնացել էր անշարժ խորանի մոտ, առանց մեկ մկան շարժելու նրան պաշտպանելու համար։ Դավիթը նորից փորձեց խոսել, ներողություն խնդրեց, պնդեց, որ դեռ սիրում է Անահիտին, որ Լիլիթի հետ այդ ամենը ոչինչ չի նշանակում, որ շփոթված էր, որ սխալ է թույլ տվել։ Բայց Գագիկը կտրեց նրան ձեռքի վճռական շարժումով։ Նա հայտարարեց մի ձայնով, որը հակաճառություն չէր ընդունում, որ Դավիթն այլս մուտք չի ունենա ոչ Անահիտի, ոչ էլ նրա կրած երեխայի մոտ։ Նշանադրությունը խզված էր։ Արարողությունն ավարտված էր։ Հարսանիք չէր լինելու։ Ամոթը ծանր թիկնոցի պես ծածկեց Դավիթին։
Նա շուրջը նայեց, տեսնելով հյուրերի դեմքերը, որոնց մեծ մասն այժմ նկարահանում կամ լուսանկարում էր։ Տեսավ արամարանքն այն մարդկանց աչքերում, ովքեր րոպեներ առաջ իրեն ողջունում էին ջերմ ժպիտներով։ Տեսավ հիասթափությունն իր իսկ ծնողների դեմքերին, որոնք նստած էին առաջին շարքում մյուս կողմում, անկարող նրան պաշտպանելու, քանի որ պաշտպանություն հնարավոր չէր։ Գագիկը վերադարձավ Անահիտի մոտ, զգուշորեն օգնելով նրան ոտքի կանգնել։ Նա գունատ էր, դեռ դողում էր, բայց հենվեց հոր վրա, թույլ տվեց, որ նա իրեն դուրս տանի սրահից։ Գայանեն անմիջապես հետեց նրանց, վերցնելով պայուսակն ու հեռախոսը։ Նրանց հեռանալը լուռ էր, արժանապատիվ, չնայած քաոսին։ Գագիկն ամուր գրկել էր դստեր ուսերը, պաշտպանելով նրան հետաքրքրասեր հայացքներից։ Դրսում արդեն շտապօգնության մեքենա էր սպասում, որը կանչել էր ամենաարագաշարժ հյուրերից մեկը։ Բուժակներն օգնեցին Անահիտին զգուշորեն պառկել պատգարակի վրա, անմիջապես ստուգելով նրա կենսական նշանները։ Գայանեն դստեր հետ մտավ շտապօգնության մեքենան, բռնելով նրա ձեռքը, մինչ արցունքները վերջապես ազատ հոսում էին նրա դեմքով։ Գագիկը դրսում մնաց միայն այնքան, որքան անհրաժեշտ էր Լիլիթի վերաբերյալ հրահանգներ տալու անվտանգության աշխատակիցներին, հավաստիանալով, որ նրան չեն ազատի մինչ ոստիկանության ժամանումը։ Սրահի ներսում քաոսը շարունակվում էր։ Հյուրերը հավաքվել էին փոքր խմբերով, մեկնաբանելով, ենթադրություններ անելով, դատելով։ Հեռախոսները շարունակում էին բարձրացված մնալ, ֆիքսելով հնարավոր բոլոր անկյունները։ Տեսանյութերն արդեն սկսել էին շրջանառվել սոցիալական ցանցերում, նախքան շտապօգնության մեքենան կհեռանար կայանատեղիից։ Դավիթը մնացել էր խորանի մոտ, մենակ, լքված նույնիսկ իր խաչեղբայրների կողմից։ Ամոթը նրան ներսից ուտում էր։ Լիլիթը, դեռ անվտանգության աշխատակիցների կողմից բռնված, վերջապես սկսեց հասկանալ իր արածի մասշտաբները։ Զայրույթի ադրենալինն անցնում էր, փոխարինվելով սառը ծանր մի բանով, որը տեղավորվում էր նրա կրծքում։ Նա շուրջը նայեց, տեսնելով զզվանքի հայացքները, իրեն ուղղված տեսախցիկները։ Նրա կյանքը, ինչպես արարողությունը, ամբողջությամբ փլուզվել էր։ Շտապօգնության ազդանշանը կտրեց երանյան գիշերվա օդը, մինչ մեքենան շարժվում էր դեպի Նաիրի բժշկական կենտրոն, քաղաքի ամենահեղինակավոր հիվանդանոցներից մեկը։ Անահիտը պառկած էր պատգարակի վրա, աչքերը փակ, ձեռքերը դեռ պաշտպանում էին որովայնը։ Գայանեն բռնել էր դստեր մյուս ձեռքը, շշնջալով մխիթարության խոսքեր, որոնք անբավարար էին թվում այդ ցնցման մեծության առջ։ Շտապօգնության մեքենայում բուժակներից մեկը ստուգում էր Անահիտի զարկերակային ճնշումը, անհանգստացած բարձր թվերից։ Հուզական շոկը, զուգորդված ընկնելու հղիության հետ, ստեղծում էր նուրբ իրավիճակ, որն անհապաղ ուշադրություն էր պահանջում։ Նա բացատրեց Գայանեին, որ կանեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, համոզվելու, որ երեխան լավ է, որ Անահիտը լավ ձեռքերում է։ Գագիկը հետում էր իր մեքենայով, վարելով սեղմված ծնոտով ճանապարհին հառած աչքերով։ Նրա ձեռքերը ուժգին սեղմում էին ղեկը, հոտերը սպիտակել էին։ Զայրույթը եռում էր նրա ներսում, բայց դա զսպված, սառը, հաշվարկված զայրույթ էր։ Նա արդեն մտովի պլանավորում էր հաջորդ քայլերը։ Լիլիթ Մանուկյանը դատի կտրվի։ Դավիթ Ավետիսյանն այլս երբեք չի մոտենա իր դստերը։ Եվ ցանկացած մարդ, որ կհամարձակվի կասկածի տակ դնել Անահիտի արժանապատվությունը, ստիպված կլինի անձամբ իրեն պատասխան տալ։ Մեքենան կտրում էր Երանի գիշերային երթևեկությունը, անցնելով լուսավորված կենտրոնով, որտեղ զբոսաշրջիկներն ու բնակիչները վայելում էին գիշերը, գաղափար չունենալով այն դրամայի մասին, որը ծավալվում էր մի քանի թաղամաս այն կողմ։ Գագիկը մտածում էր, թե ինչպես կարող է կյանքն այդքան արագ փոխվել։ Ժամեր առաջ նա ուղղում էր փողկապը, դստեր հետ դեպի խորան քայլելու համար։ Այժմ նա վազում էր շտապօգնության մեքենայի հետից, վախենալով նրա իր դեռ չծնված թոռան բարեկեցության համար։ Նաիրի բժշկական կենտրոնում բժշկական անձնակազմն արդեն պատրաստ էր ընդունելու Անահիտին։ Հերթապահ մանկաբարձ գինեկոլոգ բժշկուհի Գրիգորյանը սպասում էր շտապօգնության մուտքի մոտ, ամբողջական թիմով։ Հենց որ շտապօգնության մեքենան ժամանեց, Անահիտին արագ տեղափոխեցին հիվանդանոցային պատգարակի վրա, տարան հետազոտությունների սենյակ։ Գայանեն ուղեկցում էր նրան, հրաժարվելով մեկ վայրկյան անգամ բաց թողնել դստեր ձեռքը։ Բժշկուհի Գրիգորյանը, 40 տարեկան, բարի աչքերով հանգիստ ձայնով մի կին, զգուշորեն զննեց Անահիտին։ Նա հարցեր տվեց ընկնելու, ցավի տեղի, արյունահոսության մասին։ Անահիտը թույլ ձայնով պատասխանում էր, դեռ շոկի մեջ։
Բժշկուհին մի շարք հետազոտություններ նշանակեց, այդ թվում ուլտրաձայնային հետազոտություն երեխային ստուգելու համար, ինչպես նա ռենտգեն կոտրվածքները բացառելու համար։ Գագիկը ժամանեց րոպեներ անց, գրեթե վազելով հիվանդանոցի միջանցքներով, մինչ գտավ Գայանեին սպասասրահում։ Նա նետվեց ամուսնու գիրկը, վերջապես թույլ տալով, որ հուսահատությունը տիրի իրեն։ Գագիկն ամուր գրկեց նրան, բայց նրա աչքերը մնում էին չոր, զգոն։ Նա չէր կարող իրեն թույլ տալ հիմա կոտրվել։ Անահիտին պետք էր, որ նա ուժեղ լիներ։ Բժշկուհի Գրիգորյանը դուրս եկավ հետազոտությունների սենյակից այն բանից հետո, ինչը թվաց ժամեր, բայց ընդամենը 40 րոպե էր։ Նրա դեմքը լուրջ էր, երբ նա մոտեցավ Սարգսյան ամուսիններին։ Նա բացատրեց, որ Անահիտը զգալի ֆիզիկական հուզական ցնցում է ստացել, բայց առաջին հետազոտությունները ցույց են տվել, որ երեխան կայուն վիճակում է։ Պտղի սիրտը բաբախում էր ուժեղ կանոնավոր։ Այնուամենայնիվ, շոկի ընկնելու պատճառով ապագա բարդությունների ռիսկ կար։ Անահիտին առաջիկա շաբաթներին անհրաժեշտ կլինի բացարձակ հանգիստ մշտական բժշկական հսկողություն։ Գայանեն թեթացած լաց եղավ, լսելով, որ երեխան լավ է։ Գագիկն իր հերթին ավելի գործնական հարցեր տվեց անհրաժեշտ խնամքի, ուշադրություն դարձնելու նշանների, Անահիտի դուրս գրվելու ժամկետի մասին։ Բժշկուհին բացատրեց, որ նախընտրում են Անահիտին հիվանդանոցում պահել առնվազն 48 ժամ, հսկողության համար, համոզվելու, որ ուշացած բարդություններ չեն լինի։ Գագիկն անմիջապես համաձայնեց։ Փողը խնդիր չէր։ Անահիտը կունենար հիվանդանոցի լավագույն հիվանդասենյակը, լավագույն անձնակազմը, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Նա հստակ հրահանգներ տվեց վարչակազմին, թե ով կարող է, ով չի կարող այցելել իր դստերը։ Դավիթ Ավետիսյանի անունն արգելվածների ցուցակի վերում էր։ Գագիկն այս հարցում անդրդվելի էր։ Այդ տղամարդը կորցրել էր Անահիտի նկատմամբ ցանկացած իրավունք։ Մինույն ժամանակ Արարատ Գրանդ հոթելում վերջապես ժամանել էր ոստիկանությունը։ Երկու սպա հարցաքննում էին վկաներին ցուցմունքներ հավաքում։ Լիլիթ Մանուկյանը պաշտոնապես ձերբակալվեց հարձակման մեղադրանքով։ Նա փորձեց վիճել, պնդել, որ պաշտպանում էր իր հարաբերությունները, բայց տասնյակ հյուրերի կողմից նկարահանված տեսանյութերը մեկնաբանության տեղ չէին թողնում։ Նա հրապարակավ հարձակվել էր հղի կնոջ վրա։ Դավիթը դեռ սրահում էր, նստած առաջին շարքի աթոռներից մեկին, գլուխը ձեռքերի մեջ։ Նրա ծնողները հեռացել էին, չափազանց ամաչելով մնալու համար։ Մնացած սակավաթիվ ընկերները փորձեցին մխիթարել նրան, բայց մխիթարություն հնարավոր չէր։ Նա ամեն ինչ քանդել էր։ Կորցրել էր Անահիտին, կորցրել էր երեխային, կորցրել էր իր հեղինակությունը։ Եվ ամենավատն այն էր, որ գիտեր, թե արժանի է այդ տառապանքի յուրաքանչյուր գրամին։ Սոցիալական ցանցերում հարձակման տեսանյութերն արդեն միլիոնավոր դիտումներ ունեին։ Մարդիկ զայրացած մեկնաբանում էին, դատապարտելով Դավիթին իր անգործության համար։ Նա դարձել էր վախկոտության, դավաճանության, այն ամենի խորհրդանիշը, ինչ տղամարդը չպետք է լինի։ Բլոգերները սենսացիոն վերնագրերով հոդվածներ էին ստեղծում։ Բամբասանքի էջերը կիսվում էին յուրաքանչյուր մանրամասնությամբ։ Նրա անունը խայտառակված էր։ Հիվանդանոցում Անահիտը վերջապես կարողացավ քնել, բժշկական թույլտվությամբ թեթ հանգստացուցիչ ստանալուց հետո։ Նա հանգստանում էր առանձին հիվանդասենյակի հարմարավետ մահճակալում, վերահսկվելով սարքավորումներով, որոնք գրանցում էին երեխայի սրտի յուրաքանչյուր բաբախում։ Ռիթմիկ մշտական ձայնը հանգստացնող էր Գայանեի համար, որը հրաժարվում էր հեռանալ դստեր կողքից։ Գագիկը զբաղեցրել էր պատուհանի կողքի բազկաթոռը, ապակու միջով դիտելով քաղաքի լույսերը։ Նա չէր քնել։ Չէր ուտելու։ Ոչինչ չէր անելու, բացի հսկելուց, մինչ բացարձակապես համոզված լիներ, որ Անահիտն ապահով է։ Նրա մտքերը զայրույթի, տխրության այնքան ուժեղ հայրական սիրո խառնուրդ էին, որ ֆիզիկապես ցավում էր կրծքում։ Նա մտածում էր այն բոլոր անգամների մասին, երբ Անահիտը տուն էր գալիս, խոսելով Դավիթի մասին, աչքերը փայլելով կրքից։ Գագիկը երբեք լիովին չէր վստահել այդ երիտասարդին, բայց լռել էր, դստերը չվիրավորելու համար։ Այժմ նա դառնորեն զղջում էր։ Պետք է ավելի բարձր խոսեր։ Պետք է ավելի խորը հետաքններ։ Պետք է պաշտպաներ Անահիտին այս սարսափելի ցավից։ Բայց հիմա զղջալու համար ուշ էր։ Կարորն ապագան էր։ Անահիտը կապաքինվեր։ Երեխան առողջ կծնվեր։ Եվ Գագիկը կապահովեր, որ ոչինչ ոչ ոք այլս երբեք չվնասի իր դստերը։
Նույնիսկ եթե դա նշանակեր հեռացնել ցանկացած մարդու, ում նա սպառնալիք կհամարեր։ Նույնիսկ եթե դա նշանակեր զրոյից վերակառուցել Անահիտի կյանքը։ Մինչ քաղաքը դրսում քնած էր, Գագիկ Սարգսյանը լուռ երդում տվեց. նա կպաշտպաներ Անահիտին իր թոռանը այն ամենով, ինչ ուներ։ Եվ ցանկացած ոք, որ կհամարձակվեր սպառնալ նրանց, կիմանար, որ Գագիկ Սարգսյանի ճանապարհը կտրելը սարսափելի հետանքներ ունի։ Հարսանիքի գիշերն ավարտվել էր ողբերգությամբ, բայց դա ընդամենը նոր պատմության սկիզբն էր։ Հաղթահարման, ուժի անսասան հայրական սիրո պատմության։ Արածակը հասավ երան, բերելով ոսկեգույն լույս, որը ներխուժեց հիվանդանոցի սենյակ կիսաբաց վարագույրների միջով։ Անահիտը դանդաղ արթնացավ, դեռ հանգստացուցիչի մնացորդային ազդեցության տակ։ Մի քանի երանելի վայրկյան նա ոչինչ չհիշեց։ Հետո, ջախջախիչ ալիքի պես, հիշողությունը վերադարձավ։ Հարսանեկան զգեստը։ Խորանը։ Լիլիթը, կարմիր մղձավանջի պես հայտնված։ Ապտակը։ Ընկնելը։ Դավիթի անգործությունը։ Նրա ձեռքերը բնազդաբար թռան դեպի որովայնը, նա ակնթարթային թեթացում զգաց, հասկանալով, որ հիվանդանոցային մահճակալում է, միացված մոնիտորներին, որոնք ռիթմիկ հանգստացնող ձայներ էին արձակում։ Երեխայի սրտի ձայնն արձագանքում էր սենյակում, հաստատելով, որ իր ներսի կյանքը շարունակում է ուժգին բաբախել։ Գայանեն քնած էր մահճակալի կողքի բազկաթոռին, գլուխը թեքված։ Անհարմար դիրքով, դեռ հագին նախորդ օրվա մուգ կապույտ զգեստը, այժմ ճմրթված։ Գագիկը մի քանի ժամ առաջ դուրս էր եկել հրատապ հարցեր լուծելու, բայց խոստացել էր շուտով վերադառնալ։ Անահիտը նայեց քնած մորը քնքշության ալիք զգաց, խառնված մեղքի զգացումի հետ։ Գայանեն այնքան երկար էր երազել այդ հարսանիքի մասին, պլանավորել էր յուրաքանչյուր մանրուք սիրով նվիրումով, Անահիտը զգում էր, կարծես ինքն ամեն ինչ քանդել էր։ Բայց հետո զայրույթը սկսեց փոխարինել մեղքի զգացումին։ Նա ոչ մի սխալ բան չէր արել։ Նա չէր հրավիրել Լիլիթին ներխուժելու սրահ։ Նա չէր ընտրել դավաճանված լինել Դավիթի կողմից։ Նա չէր որոշել հարձակման ենթարկվել, երեխա կրելիս։ Անահիտը խորը շունչ քաշեց, փորձելով զսպել հույզերը, որոնք սպառնում էին նորից հորթել։ Սենյակի դուռը զգուշորեն բացվեց, ներս մտավ բժշկուհի Գրիգորյանը, բուժքրոջ ուղեկցությամբ։ Նա ժպտաց, տեսնելով Անահիտին արթուն, լուռ քայլերով մոտեցավ մահճակալին, Գայանեին չարթնացնելու համար։ Ստուգեց մոնիտորները, մի քանի նշում արեց թղթապանակում, ապա նստեց մահճակալի եզրին։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, Անահիտ։ Բժշկուհու ձայնը բարի էր, բայց պրոֆեսիոնալ։ Անահիտը մտածեց հարցի շուրջ։ Ինչպե՞ս էր իրեն զգում։ Դավաճանված։ Նվաստացած։ Զայրացած։ Վախեցած։ Բայց ամենից շատ վճռական, պաշտպանելու իր երեխային այս ամբողջ քաոսից։ Նա պատասխանեց, որ ավելի լավ է, որ ցավն անցել է, բայց կրծքում տարօրինակ դատարկություն է զգում, կարծես ինչ-որ բան պոկել են իր միջից։ Բժշկուհի Գրիգորյանը հասկացողությամբ գլխով արեց։ Նա բացատրեց, որ Անահիտի մարմինը ֆիզիկական ցնցում է ստացել, բայց միտքը նույնպես ժամանակի կարիք ունի ամեն ինչ մարսելու համար։ Նա խորհուրդ տվեց հոգեբանական խորհրդատվություն հավաստիացրեց, որ հիվանդանոցն առաջարկում է լիարժեք աջակցություն։ Ինչ վերաբերում է երեխային, առավոտյան հետազոտությունները հաստատում էին, որ ամեն ինչ կայուն է, բայց Անահիտը պետք է խստորեն հետի հանգստի ցուցումներին։ Գայանեն արթնացավ ձայներից անմիջապես ոտքի կանգնեց, մոտենալով դստերը ուռած աչքերով։ Նա բռնեց Անահիտի ձեռքը ներողություն շշնջաց, կարծես ինքը որը մեղք ունենար այդ ամենում։ Անահիտը սեղմեց մոր ձեռքը, փորձելով հասկացնել, որ ներելու բան չկա։ Բժշկուհու հեռանալուց հետո երկու կանայք մի քանի րոպե լուռ մնացին։ Գայանեն էր, որ վերջապես խախտեց այդ պահը, ասելով, որ պետք է խոսեն, թե ինչ է լինելու հիմա։ Հարսանիքը չեղարկված էր, դա հաստատ էր։ Բայց կային գործնական հարցեր լուծելու։ Երեխան։ Դավիթի հայրական իրավունքները։ Լիլիթի հետ իրավական իրավիճակը։ Այդ ամենի սոցիալական հետանքները։ Անահիտը լսում էր մորը, որը թվարկում էր յուրաքանչյուր խնդիր, զգում էր, որ անհանգստությունն աճում է իր կրծքում։ Նա չէր ուզում այդ պահին մտածել Դավիթի մասին։ Չէր ուզում պատկերացնել Լիլիթին։ Պարզապես ուզում էր մնալ այնտեղ, հիվանդանոցի այդ պաշտպանիչ պղպջակում, երեխայի սրտի ձայնով, որը հիշեցնում էր, որ այս ամբողջ ավերածությունների մեջ մաքուր լավ բան կա։ Բայց Գայանեն պնդեց։
Նրանք պետք է որոշումներ կայացնեին, քանի դեռ Գագիկը ներկա չէր, քանի որ նա բոլոր որոշումները կկայացներ նրանց փոխարեն, եթե կարողանար։ Եվ որքան էլ նրա հայրական սերը անվերապահ լիներ, Անահիտը պետք է ակտիվ ձայն ունենար սեփական ապագայում։ Գայանեն զարմացրեց դստերը այդ խոսքերով։ Նա սպասում էր, որ մայրը պարզապես կհամաձայնի այն ամենին, ինչ Գագիկը կորոշի։ Անահիտը հարցրեց, թե Գայանեն ինչ է կարծում, ինչ պետք է արվի։ Մայրը խորը հոգոց հանեց, նախքան պատասխանելը։ Ասաց, որ Դավիթն իրեն ցույց տվեց այնպիսին, ինչպիսին կա, թույլ մարդ, անկարող պատասխանատվություն ստանձնելու կամ պաշտպանելու նրան, ում սիրում է։ Բայց նա դեռ երեխայի կենսաբանական հայրն էր, դա իրավական բարդություններ կբերեր։ Ինչ վերաբերում է Լիլիթին, Գայանեն կարծում էր, որ նա պետք է պատասխան տա իր արարքների համար, բայց դատական գործընթացները նա լրացուցիչ հանրային ուշադրություն կբերեին։ Ինչ ես դու ուզում, Անահիտ, ուղիղ հարցրեց Գայանեն։ Ոչ թե ինչ է ուզում հայրդ, ոչ թե ինչ է սպասում հասարակությունը։ Ինչ ես դու ուզում քեզ քո երեխայի համար։ Անահիտը փակեց աչքերը, մտածելով։ Նա ուզում էր վերադառնալ անցյալ երբեք չհանդիպած լինել Դավիթ Ավետիսյանին։ Ուզում էր լսած լինել այն զգույշ նախազգուշացումները, որ հայրը միշտ տալիս էր։ Ուզում էր ավելի շատ վստահած լինել սեփական բնազդներին, որոնք ասում էին, որ Դավիթի վարքի մեջ վերջին ամիսներին ինչ-որ բան այն չէր։ Բայց նա չէր կարող վերադառնալ անցյալ։ Կարող էր միայն առաջ շարժվել։ Նա բացեց աչքերը մորն ասաց, որ ուզում է իր երեխային մեծացնել Դավիթից հեռու։ Չի ուզում, որ այդ տղամարդը որևէ մասնակցություն ունենա երեխայի կյանքում։ Նա արժանի չէր։ Իսկ ինչ վերաբերում է Լիլիթին, Անահիտն ուզում էր, որ նա վճարի իր արածի համար, բայց ոչ հանրային դատավարության միջոցով։ Արդեն բավականաչափ տառապանք էր ցուցադրվում սոցիալական ցանցերում։ Գայանեն դանդաղ գլխով արեց։ Դրանք դժվար որոշումներ էին, պետք է խոսեին Գագիկի հետ, բայց նա կաջակցեր Անահիտին ցանկացած ճանապարհին, որը նա կընտրեր։ Մայր ու աղջիկ գրկախառնվեցին, նախորդ օրվա աղետից հետո առաջին անգամ Անահիտը զգաց, որ իր ներսում հույսի մի փոքրիկ կայծ է վառվում։ Գագիկը վերադարձավ հիվանդանոց առավոտյան ժամը 10-ի մոտ, իր հետ բերելով մաքուր հագուստ Անահիտի Գայանեի համար, ինչպես նա ընտանիքի խոհարարի կողմից պատրաստված տնական ուտելիքներով տոպրակ։ Նա նորություններ էր բերել արտաքին աշխարհից, դրանցից ոչ մեկն առանձնապես լավը չէր։ Հարձակման տեսանյութերը գիշերվա ընթացքում վիրուսային էին դարձել։ Միլիոնավոր մարդիկ դիտել, մեկնաբանել, դատել էին։ Սարգսյան ընտանիքի անունը բոլոր լրատվական պորտալներում, բամբասանքի բլոգներում առավոտյան հեռուստահաղորդումներում էր։ Որոշ լրատվամիջոցներ Անահիտին համակրանքով էին վերաբերվում, նրան ներկայացնելով որպես սարսափելի իրավիճակի զոհ։ Մյուսները ենթադրություններ էին անում այն պատճառների մասին, որոնք Դավիթին դրդել էին դավաճանել, ակնարկելով, որ գուցե Անահիտը բավարար կին չէր նրան պահելու համար։ Գագիկը տեսանելիորեն զայրացած էր ենթադրություններից։ Նա արդեն հրահանգել էր ընտանիքի փաստաբաններին ծանուցումներ ուղարկել ամենավիրավորական լրատվամիջոցներին, սպառնալով զրպարտության համար դատական գործերով։ Անահիտը խնդրեց, որ նա դա չանի, որ դա միայն ավելի շատ ուշադրություն կգրավի գործի վրա։ Նա նախընտրում էր թողնել, որ փոշին բնականոն կերպով նստի։ Գագիկը համաձայն չէր, բայց հարգեց դստեր խնդրանքը։ Փոխարենը կենտրոնացավ ավելի գործնական հարցերի վրա։ Լիլիթ Մանուկյանը ոստիկանության հսկողության տակ էր դատի կտրվեր։ Դավիթ Ավետիսյանին սեփական ընտանիքը ճնշում էր գործադրում հրապարակավ ներողություն խնդրելու, բայց մինչ այժմ նա լուռ էր մնում, թաքնված ինչ-որ տեղ։ Չկայացած արարողությունը զգալի ֆինանսական վնասներ էր պատճառել, բայց Գագիկին փողը չէր հետաքրքրում։ Նրան հետաքրքրում էր միայն Անահիտի ապաքինումը։ Զրույցն ընդհատվեց Աննայի Անահիտի դեռահասության տարիներից լավագույն ընկերուհու ժամանումով։ Աննան 26 տարեկան, բարձրահասակ նիհար կին էր, պոչիկով հավաքված գանգուր մազերով, արտահայտիչ աչքերով, որոնք այժմ կարմրել էին լաց լինելուց։ Նա բերել էր թարմ ծաղիկներ շոկոլադի տուփ, բայց ուղիղ գնաց։ Գրկելու ընկերուհուն մահճակալում, անընդհատ ներողություն խնդրելով, որ չի խանգարել Լիլիթին հասնել Անահիտին։ Անահիտը հավաստիացրեց, որ Աննան ոչինչ չէր կարող անել։ Ամեն ինչ շատ արագ էր տեղի ունեցել։ Աննան այնուհետ նստեց մահճակալին, սկսեց պատմել, թե ինչ է տեղի ունեցել Անահիտի շտապօգնությամբ հեռանալուց հետո։ Քաոսը, որ տիրեց։ Հյուրերը, որոնք խմբերով հեռանում էին, մեկնաբանելով։ Դավիթի ծնողները, որոնք որդուն տանում էին։
Սոցիալական ցանցերը, որոնք պայթում էին։ Աննան գիշերն անցկացրել էր հաղորդագրություններին պատասխանելով, ընկերուհուն պաշտպանելով, չարամիտ մարդկանց արգելափակելով։ Նա պատմեց, որ գիշերվա ընթացքում մի քանի զանգ էր ստացել Դավիթից։ Նա աղաչում էր խոսել Անահիտի հետ, պնդում էր, որ կարող է ամեն ինչ բացատրել, որ սիրում է Անահիտին, ուզում է իրեն ուղղելու հնարավորություն։ Աննան 10-րդ զանգից հետո արգելափակել էր նրա համարը։ Նա հարցրեց Անահիտին, թե արդյոք ընկերուհին ուզում է լսել, թե ինչ ունի ասելու Դավիթը։ Անահիտը վճռականորեն պատասխանեց, ոչ։ Հնարավոր բացատրություն չկար, որը կարող էր արդարացնել նրա վարքը։ Դավիթը դավաճանել էր նրա վստահությունը, անընդհատ ստել էր, զուգահեռ հարաբերություններ էր պահպանել, մինչ նրանք միասին ապագա էին պլանավորում։ Եվ երբ եկավ վճռորոշ պահը, երբ նա հարձակման ենթարկվեց, պաշտպանության կարիք ուներ, նա պարզապես կանգնած մնաց։ Դա ասում էր այն ամենը, ինչ Անահիտը պետք է իմանար, թե ով է իրականում Դավիթը։ Գագիկը լսում էր դստերը հպարտության տխրության խառնուրդով։ Հպարտություն, որովհետև նա ուժ էր ցուցաբերում կործանարար պահին։ Տխրություն, որովհետև ոչ մի հայր չպետք է տեսնի իր դստերը նման ցավի միջով անցնելիս։ Նա ձեռքը դրեց Անահիտի ուսին, ասաց, որ կաջակցի ցանկացած որոշման, որը նա կկայացնի։ Հիվանդանոցում հաջորդ օրերն անցան հետազոտությունների, վերահսկվող այցելությունների շատ հանգստի ռեժիմով։ Անահիտը ծաղիկներ աջակցության հաղորդագրություններ ստացավ մտերիմ մարդկանցից, բայց հրաժարվեց ցանկացած այցելությունից, բացի մոտ ընտանիքից Աննայից։ Նա պատրաստ չէր դիմակայելու արտաքին աշխարհին, կարեկցանքի կամ հիվանդագին հետաքրքրասիրության հայացքներին։ Բժշկուհի Գրիգորյանն այցելում էր Անահիտին օրը 3 անգամ, վերահսկելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական առողջությունը։ Նա առաջարկեց, որ Անահիտը սկսի խոսել տրավմայի ոլորտում մասնագիտացած հոգեբանի հետ, Անահիտը դժկամությամբ համաձայնեց։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ հենց հիվանդանոցի սենյակում, մի նախնական զրույց, որտեղ հոգեբանը պարզապես լսեց Անահիտի պատմությունը այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Ազատագրող էր խոսել մեկի հետ, ով հուզական կապ չուներ իրավիճակի հետ, մեկի, ով չէր դատի կամ չէր փորձի ասել, թե ինչն է լավագույնը անել։ Հոգեբանը հաստատեց Անահիտի զգացմունքները, բացատրեց, որ զայրույթը, տխրությունը, շփոթությունը, նույնիսկ թեթացումը նորմալ ռեակցիաներ են նրա կրած տրավմային։ Կարևորն այն էր, որ յուրաքանչյուր հույս մարսվեր իր ժամանակին, առանց շտապելու, առանց արտաքին ճնշման։ Հոսպիտալացման 3-րդ օրը Գագիկը նորություններ բերեց, որոնք փորձել էր չհայտնել, բայց որոնք Անահիտն արժանի էր իմանալու։ Դավիթը հարցազրույց էր տվել հայտնի հեռուստահաղորդման, փորձելով բացատրել իրադարձությունների իր տարբերակը։ Հարցազրույցը եթեր կհեռարձակվեր այդ գիշեր, Գագիկն ուզում էր իմանալ, Անահիտը ցանկանում է դիտել, թե նախընտրում է, որ ինքն ու Գայանեն հետո ամփոփեն բովանդակությունը։ Անահիտը երկար մտածեց։ Նրա մի մասը չէր ուզում Դավիթին իր ուշադրության բավարարվածությունը տալ։ Մյուս մասը զգում էր, որ պետք է լսի, թե ինչ ունի նա ասելու, նույնիսկ եթե դրանք պարզապես ստեր կամ խղճուկ արդարացումներ լինեին։ Ի վերջո, նա որոշեց դիտել։ Նրան պետք էր իրականության այդ չափաբաժինը, կյանքի այդ գլուխը վերջնականապես փակելու համար։ Երեկոյան Գագիկը միացրեց սենյակի հեռուստացույցը ճիշտ ալիքով։ Գայանեն բռնեց Անահիտի ձեռքը, երբ հաղորդման նախաբանը սկսվեց։ Հաղորդավարը, սկանդալային հարցազրույցներով հայտնի միջին տարիքի մի տղամարդ, ներկայացրեց Դավիթին սենսացիոնիզմի կեղծ կարեկցանքի խառնուրդով։ Դավիթը հայտնվեց էկրանին, հագին պարզ սպիտակ վերնաշապիկ, առանց փողկապի, մազերը միտումնավոր խառնված, խոցելի երալու համար։ Նրա աչքերն ուրած էին, կարծես վերջերս լաց էր եղել։ Անահիտի ստամոքսը սեղմվեց, տեսնելով նրան, բայց ստիպեց իրեն շարունակել դիտել։ Հաղորդավարը սկսեց ուղիղ հարցերով։ Ինչու էր Դավիթը դավաճանել Անահիտին։ Ինչու էր հարաբերություններ պահպանել Լիլիթ Մանուկյանի հետ, նշանված լինելով։ Ինչու չարձագանքեց, երբ Անահիտը հարձակման ենթարկվեց։ Դավիթը պատասխանեց տատանվող ձայնով, դրամատիկ դադարներ տալով նախադասությունների մեջ, կարծես պայքարում էր հույզերի հետ։ Նա պնդեց, որ Լիլիթին ճանաչել է Անահիտից տարիներ առաջ, որ նրանք բարդ պատմություն են ունեցել, որը երբեք լիովին չի լուծվել։ Երբ սկսել է հանդիպել Անահիտի հետ, փորձել է բաժանվել Լիլիթից, բայց նա հրաժարվել է ընդունել հարաբերությունների ավարտը։ Շարունակել է փնտրել Դավիթին, հայտնվել այնտեղ, որտեղ նա կլիներ, ստեղծել իրավիճակներ, որտեղ նրանք պատահաբար կհանդիպեին։ Դավիթը խոստովանեց, որ թույլ է եղել։
որ մի քանի անգամ տեղի է տվել Լիլիթի հարձակումներին, որովհետև նա ստիպում էր իրեն կարոր ցանկալի զգալ այնպես, ինչպես չէր զգում Անահիտի հետ։ Ասաց, որ Անահիտը չափազանց կատարյալ էր, որ նրա նման մեկի հետ լինելու ճնշումը խեղդում էր իրեն։ Լիլիթի հետ կարող էր լինել անկատար, սխալական մարդ։ Անահիտն ուժգին սեղմեց մոր ձեռքը, զգալով, որ զայրույթը եռում է իր ներսում։ Դավիթը փորձում էր մեղքը բարթել իր վրա, չափազանց կատարյալ լինելու համար։ Կարծես լավ մարդ լինելը թերություն լիներ, որն արդարացնում էր դավաճանությունը։ Հաղորդավարն այնուհետ հարցրեց Դավիթի ռեակցիայի մասին հարձակման ժամանակ, ավելի ճիշտ, ռեակցիայի բացակայության։ Ինչու նա չպաշտպանեց Անահիտին, երբ Լիլիթը հարձակվեց նրա վրա։ Դավիթը խոնարհեց գլուխը, ձեռքերը տեսանելիորեն դողացին։ Նա ասաց, որ շոկի մեջ է ընկել, որ ուղեղն ուղղակի անջատվել է այդ անիրական տեսարանի առջ։ Պնդեց, որ երբեք չի պատկերացրել, որ Լիլիթն ունակ է ֆիզիկական բռնության, որ մարսում էր նրա ներկայությունը սրահում, երբ ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Գագիկն արհամարհանքի ձայն հանեց։ Նույնիսկ պլանավորված հարցազրույցում արդարացումներ մշակելու ժամանակ ունենալով, Դավիթը չէր կարողանում համոզիչ լինել։ Նրա արդարացումները հնչում էին դատարկ, եսասիրական, խղճուկ։ Հաղորդավարը շարունակեց ճնշել։ Իսկ երեխան։ Դավիթը դեռ ուզում էր մաս կազմել երեխայի կյանքին։ Այս հարցը ստիպեց Դավիթին բարձրացնել գլուխը ուղիղ նայել տեսախցիկին, կարծես ուղղակիորեն խոսում էր Անահիտի հետ։ Նա ասաց, այո, որ ուզում է հայր լինել, որ նույնիսկ ձախողվելով որպես զուգընկեր, չի ձախողվի որպես հայր։ Խնդրում էր Անահիտին գոնե այդ հնարավորությունը տալ իրեն։ Անահիտն անջատեց հեռուստացույցը, նախքան հարցազրույցի ավարտը։ Նա այլս չէր կարող դիտել։ Տեսնել, թե ինչպես է Դավիթը փորձում հրապարակավ իրեն ուղղել, օգտագործելով հայրությունը որպես վերջին խաղաքարտ, իր կյանքում որոշակի նշանակություն վերականգնելու համար, անտանելի էր։ Գայանեն գրկեց դստերը, մինչ նա վերջապես թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Վրա, հիմնված սեփական ուժի վրա, այլ ոչ թե մի տղամարդուց կախվածության, որը երբեք արժանի չէր իր սիրուն։ Ապագան դեռ անորոշ վախեցնող էր, բայց խորանի մոտ տեղի ունեցած աղետից հետո առաջին անգամ Անահիտը զգաց, որ իր ներսում հույսի կայծ է վառվում։ Եվ այդ հույսն այն ամենն էր, ինչ նրան պետք էր հաջորդ քայլն անելու համար։ 3 ամիս էր անցել չկայացած հարսանիքի օրվանից։ Երանյան ամառը տեղի էր տալիս մեղմ աշնանը, ավելի մեղմ ջերմաստիճանով երկնքով, որը փոփոխվում էր խորը կապույտի ցրված ամպերի մեջ։ Անահիտը հղիության 28-րդ շաբաթում էր, որով այն այլս անհնար էր թաքցնել։ Նա հարմարվել էր նոր առօրյային, կենտրոնացած իր երեխայի խնամքի վրա, մինչ դանդաղ վերականգնում էր իր ինքնությունը։ Սարգսյանների տունը դարձել էր ապահով ապաստարան Անահիտի համար։ Նա հազվադեպ էր դուրս գալիս, բացառությամբ բժշկական այցելությունների կամ համալիրի այգում կարճ զբոսանքների։ Գագիկը հղիների համար մասնագիտացված անձնական մարզիչ էր վարձել, որը շաբաթը 3 անգամ գալիս էր, թեթ վարժություններ անցկացնելու, որոնք օգնում էին Անահիտին պահպանել ֆիզիկական հոգեկան առողջությունը։ Գայանեն իր հերթին ամբողջությամբ նվիրվել էր երեխայի օժիտը պատրաստելուն, առանձնատան սենյակներից մեկը վերածելով ամսագրի արժանի մանկասենյակի։ Անահիտն օրվա մեծ մասն անցկացնում էր կարդալով գրքեր մայրության մասին, վեպեր, որոնք նրան տեղափոխում էին տարբեր աշխարհներ, ուժեղ կանանց կենսագրություններ, որոնք հաղթահարել էին դժվարությունները։ Ընթերցանությունը դարձել էր նրա փախուստը, նրա ապաստանը այն ներխուժող մտքերից, որոնք դեռ այցելում էին նրան գիշերվա կեսին, հիշեցնելով Լիլիթի ապտակը, Դավիթի անգործությունը, հանրային նվաստացումը։ Հոգեբանի հետ հանդիպումները շարունակվում էին շաբաթը 2 անգամ։ Բժշկուհի Կոստանյանը 50 տարեկան կին էր, ջերմակած մազերով աչքերով, որոնք անկեղծ կարեկցանք էին արտահայտում։ Նա օգնել էր Անահիտին առողջ կերպով մարսել տրավման, հասկանալ, որ զայրույթ զգալը նրան վատ մարդ չի դարձնում, որ լաց լինելը թուլության նշան չէ, որ վերականգնումը ժամանակ կպահանջի, դա լիովին նորմալ է։ Թերապիայի ընթացքում Անահիտի ամենակարևոր բացահայտումներից մեկն այն էր, որ Դավիթի հետ իր հարաբերությունները միշտ ունեցել են նախազգուշացնող նշաններ, որոնք նա ընտրել էր անտեսել։ Այն անգամները, երբ նա վերջին պահին չեղարկում էր հանդիպումները, առանց համոզիչ բացատրությունների։ Այն պահերը, երբ նա հեռու էր թվում, նույնիսկ ներկա լինելով։ Այն դեպքերը, երբ նա հոգու խորքում զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, բայց ստիպում էր իրեն հավատալ նրա արդարացումներին։ Անահիտը հասկացավ, որ դարձել էր իր ավելի փոքր տարբերակը, տեղավորվելու համար այն կաղապարներում, որոնք Դավիթն էր ակնկալում։
Նա մի կողմ էր դրել մասնագիտական ցյաները, լինելու կատարյալ հարսնացու, նվիրված ապագա կին։ Նախքան նրան հանդիպելը նա աշխատում էր հոր շինարարական ընկերությունում, խանդավառությամբ սովորելով գործը ցուցաբերելով իրական տաղանդ նախագծերի կառավարման մեջ։ Բայց Դավիթը նրբորեն ակնարկել էր, որ հղի կանայք չպետք է սթրեսի ենթարկվեն աշխատանքի պատճառով, որ նա պետք է կենտրոնանա մայր լինելու վրա։ Այժմ, այն պարզությամբ, որը գալիս է միայն հեռավորությունից հետո, Անահիտը տեսնում էր, թե ինչպես են իրեն նրբորեն մանիպուլյացիայի ենթարկել, կախյալ դարձնելու համար։ Դավիթն ուզում էր ցուցադրական կին, ոչ թե իրական զուգընկեր։ Եվ նա, սիրուց կուրացած հղիությունից ոգորված, ընդունել էր այդ դերը, առանց հարցականի տակ դնելու։ Բայց այդ օրերն ավարտվել էին։ Անահիտը վերագտնում էր, թե ով է ինքն առանց Դավիթի։ Եվ նրան շատ ավելի էր դուր գալիս իր այդ տարբերակը։ Ապրիլյան մի անձրոտ օր Անահիտը տան գրադարանում էր, թերթելով հին լուսանկարների ալբոմներ, երբ Գայանեն մտավ անհանգիստ արտահայտությամբ։ Նա ձեռքերում բաց շագանակագույն ծրար էր բռնել, Անահիտն անմիջապես հասկացավ, որ դրանք իրավական գործընթացների հետ կապված նորություններ են։ Գայանեն նստեց դստեր կողքին բացատրեց, որ փաստաբանները Դավիթից հայց են ստացել, պաշտոնապես պահանջելով այցելության իրավունքներ երեխայի ծնվելուց հետո։ Փաստաթուղթը լավ մշակված էր, հայրական ներկայության կարողության մասին փաստարկներով, իրավական նախադեպերի հղումներով։ Դավիթի փաստաբանները պնդում էին, որ նա անկեղծ զղջում է ցուցաբերել թերապտիկ օգնություն է փնտրում, իր բնավորության թերությունների հետ գործ ունենալու համար։ Անահիտը ուշադիր կարդաց փաստաթուղթը, զգալով հակասական հույզերի խառնուրդ։ Նրա մի մասը դեռ զայրույթ էր զգում, ուզում էր ամբողջությամբ մերժել Դավիթի ցանկացած մուտք երեխայի մոտ։ Մյուս մասը, որը հասունացել էր վերջին ամիսներին, հասկանում էր, որ երեխան արժանի է հորը ճանաչելու հնարավորության, անկախ նրա սխալներից որպես զուգընկեր։ Գայանեն դիտում էր դստերը, որը մարսում էր տեղեկությունը, պատրաստ աջակցելու նրան ցանկացած որոշման մեջ։ Անահիտը վերջապես մի կողմ դրեց փաստաթուղթը, ասաց, որ ուզում է պատասխանել, բայց շատ հստակ պայմաններով։ Դավիթը կարող էր ունենալ վերահսկվող այցելություններ ծնվելուց հետո, բայց միայն եթե կատարեր որոշակի պահանջներ։ Հետողական թերապիա, ամսական հաստատմամբ։ Կանոնավոր թունաբանական թեստեր։ Ոչ մի շփում Լիլիթ Մանուկյանի հետ։ Եվ ամենից շատ ցանկացած նշան, որ նա լուրջ չի վերաբերվում հայրությանը, կհանգեցներ այցելությունների անհապաղ դադարեցմանը։ Գայանեն զարմացավ պատասխանի հասունությունից։ Նա սպասում էր, որ Անահիտը պարզապես զայրույթով կմերժի ամեն ինչ։ Բայց դուստրը զգալիորեն մեծացել էր այդ 3 ամիսների ընթացքում։ Նա այլս այն միամիտ երիտասարդը չէր, որը քայլում էր խորանով։ Նա ուժեղ կին էր, որը պատրաստվում էր մայր դառնալ, դժվար որոշումներ կայացնելով պարզությամբ նպատակասլացությամբ։ Գագիկը, երբ տեղեկացավ Անահիտի որոշման մասին, հիմնավոր մտահոգություններ հայտնեց։ Նա չէր վստահում Դավիթին, վախենում էր, որ երիտասարդը նորից կվնասի Անահիտին, այս անգամ օգտագործելով որդուն որպես գործիք։ Բայց Անահիտը հավաստիացրեց հորը, որ պատրաստ է ամուր սահմաններ դնելու։ Դավիթն այլս երբեք իշխանություն չէր ունենա իր վրա։ Նա կլիներ միայն երեխայի կենսաբանական հայրը, ոչ ավելին։ Փաստաբանները մանրամասն պատասխան մշակեցին Դավիթի հայցին, սահմանելով բոլոր այն պայմանները, որոնք Անահիտը որոշել էր։ Գնդակն այժմ նրա դաշտում էր։ Եթե իսկապես ուզում էր հայր լինել, պետք է ապացուցեր հետողական գործողություններով, ոչ թե պարզապես գեղեցիկ խոսքերով։ Մինչ սպասում էր Դավիթի պատասխանին, Անահիտը սկսեց լրջորեն մտածել իր մասնագիտական ապագայի մասին։ Հղիությունը հավերժ չէր տելու, նա չէր ուզում լինել պարզապես ընտանիքի հարստության ժառանգորդը, ապրելով առանց նպատակի, բացի մայրությունից։ Նա կսիրեր մայր լինել, դրանում կասկած չուներ, բայց նա սեփական ինքնության, բացառապես իրեն պատկանող ձեռքբերումների կարիք ուներ։ Գագիկը միշտ ուզել էր, որ Անահիտը ղեկավար դեր ստանձնի ընտանեկան շինարարական ընկերությունում։ Նա սովորել էր ԵՓ-ի բիզնեսի կառավարման ֆակուլտետում, նախագծերի կառավարման շեշտադրմամբ, բնական հակում ուներ ոլորտի նկատմամբ։ Նախքան Դավիթը, նա աշխատում էր ռազմավարական պլանավորման բաժնում, օգնելով վերլուծել նոր նախագծերի իրագործելիությունը։ Մի առավոտ Անահիտը փնտրեց հորը տան։ Իր գրասենյակում, որտեղ Գագիկը շաբաթվա որոշ օրեր հեռավար էր աշխատում։ Նա ասաց, որ ուզում է վերադառնալ աշխատանքի շինարարական ընկերությունում, մայրության արձակուրդի ժամանակահատվածից հետո։ Ոչ թե խորհրդանշական պաշտոնում, այլ իրական գործառույթով, որտեղ կարող էր նպաստել մասնագիտորեն աճել։ Գագիկը տեսանելիորեն հուզվեց խնդրանքից։
Նա վախեցել էր, որ տրավմատիկ փորձը կստիպի Անահիտին փակվել աշխարհից, դառնալով մեկուսացած կախյալ։ Բայց ահա իր դուստրը, ցուցաբերելով ուշցիա, ուզում էր սեփական բան կառուցել։ Նա հավաստիացրեց, որ նրա համար պաշտոն կսպասի իրական պարտականություններով սովորելու հնարավորություններով։ Հայր ու աղջիկ հաջորդ ժամերն անցկացրին, խոսելով ընկերության ապագա նախագծերի մասին, քննարկելով գաղափարներ, որոնք Անահիտը մշակել էր տանը անցկացրած ամիսների ընթացքում։ Նա ուսումնասիրել էր շինարարության մեջ կայունության միտումները, կարծում էր, որ Սարգսյանների շինարարական ընկերությունը կարող է առանձնանալ, ներդրումներ կատարելով կանաչ տեխնոլոգիաների մեջ։ Գագիկը ուշադիր լսում էր, տպավորված նրա կատարած հետազոտության մակարդակով։ Այդ զրույցը շրջադարձային կետ դարձավ Անահիտի համար։ Նա հասկացավ, որ կյանք կա տրավմայից, հղիությունից, Դավիթ Ավետիսյանի նախկին հարսնացուն լինելուց այն կողմ։ Կար մի ուժեղ ունակ կին, որը նոր էր սկսում բացահայտել իր իրական ներուժը։ Աննան շարունակում էր մշտական ներկայություն լինել Անահիտի կյանքում։ Երկու ընկերուհիները ամբողջ օրերն անցկացնում էին, խոսելով ամեն ինչի ոչինչի մասին, սովորական բամբասանքներից մինչ կյանքի իմաստի մասին խորը քննարկումներ։ Այդ զրույցներից մեկի ժամանակ Աննան բացահայտեց մի բան, որը շաբաթներով պահել էր, սպասելով ճիշտ պահի։ Նա պատահաբար հանդիպել էր Լիլիթ Մանուկյանին Աբովյան փողոցի սրճարաններից մեկում։ Լիլիթը տեսանելիորեն փոխվել էր, ավելի նիհար, խորս շրջանակներով աչքերի տակ ընդհանուր հյուծված տեսքով։ Աննան գրեթե չճանաչեց նրան։ Լիլիթը տեսավ Աննային, նրա զարմանքին, մոտեցավ, խնդրելով խոսել։ Անահիտը լարվեց, լսելով Լիլիթի անունը։ Նա փորձել էր չմտածել իրեն հարձակված կնոջ մասին, իր էներգիան կենտրոնացնելով դրական բաների վրա։ Բայց հետաքրքրասիրությունն ավելի ուժեղ էր, քան զզվանքը։ Նա խնդրեց, որ Աննան պատմի, թե ինչ է ասել Լիլիթը։ Լիլիթը պատմել էր Աննային, որ քրեական պատասխանատվության է ենթարկվում հարձակման համար, հավանաբար ազատության սահմանափակման պատիժ կստանա։ Նա կորցրել էր աշխատանքը, ընկերների մեծ մասին սեփական ընտանիքի հարգանքը։ Բայց ամենաշատը նրան տանջում էր իր արածի գիտակցումը։ Լիլիթն ասել էր, որ ամեն գիշեր արթնանում է մղձավանջներից այդ օրվա մասին, տեսնելով Անահիտին անընդհատ գետնին ընկնելիս։ Աննան հարցրել էր, թե ինչու է Լիլիթն արել դա, ինչու է թույլ տվել, որ խանդը նրան հասցնի հղի կնոջ դեմ բռնության։ Լիլիթը պատասխանել էր, որ կուրացած էր զայրույթից, ցավից։ Դավիթը տարիներով նրան միասին ապագա էր խոստացել, միշտ ասելով, որ կթողնի ընտանիքը նրա հետ լինելու համար։ Երբ նա հայտարարեց Անահիտի հետ ամուսնության մասին, Լիլիթը զգաց, կարծես իր աշխարհը փլուզվում է։ Եվ երբ իմացավ, որ Անահիտը հղի է, ինչ-որ բան նրա ներսում ամբողջությամբ կոտրվեց։ Լիլիթը ներողություն չէր խնդրում, հստակեցրել էր Աննային։ Գիտեր, որ արժանի չէ։ Պարզապես ուզում էր, որ Անահիտն իմանար, որ ինքը հասկանում է իր արածի լրջությունը, որ այդ մեղքը կկրի իր ողջ կյանքի ընթացքում։ Աննան լուր լսել էր ամեն ինչ, առանց մխիթարություն կամ դատապարտում առաջարկելու, պարզապես վկայելով այդ կործանված կնոջ խոստովանությունը։ Անահիտը լսեց ամբողջ պատմությունը, առանց ընդհատելու։ Երբ Աննան ավարտեց, մի քանի րոպե լուռ մնաց, մարսելով։ Վերջապես, ասաց մի բան, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ասաց, որ խղճում է Լիլիթին։ Չի ներում նրա արածը, հավանաբար երբեք չի ների, բայց հասկանում է, որ Լիլիթը նույնպես Դավիթի մանիպուլյացիաների զոհն էր։ Աննան համաձայնեց։ Դավիթը Անահիտին ներկայացրել էր որպես չարագործ Լիլիթի համար, ինչպես հավանաբար Լիլիթին ներկայացնում էր որպես խելագար Անահիտի համար։ Նա մանիպուլյացիա էր ենթարկել երկու կանանց էլ, նրանց միմյանց դեմ հանելով, մինչ ինքը մնում էր միջանկյալ դիրքում, վայելելով երկու սիրող մարդկանց ուշադրությունը։ Այս ընկալումն ազատագրող էր Անահիտի համար։ Նա հասկացավ, որ Լիլիթն իրականում իր թշնամին չէր։ Թշնամին Դավիթի բնավորության թուլությունն էր, նրա անկարողությունը լինել ազնիվ պատասխանատվություն ստանձնել։ Եվ Անահիտը, Լիլիթը խաբվել էին նույն տղամարդու կողմից։ Տարբերությունն այն էր, որ Լիլիթն արձագանքեց բռնությամբ, մինչդեռ Անահիտն ընտրեց արժանապատվությունը։ Անահիտն ասաց Աննային, որ չի ուզում շփվել Լիլիթի հետ, բայց եթե կինն իսկապես զղջում է, պետք է կենտրոնանա սեփական կյանքը վերակառուցելու վրա, իր պատիժը կրելուց հետո։ Հավերժ մեղք կրելը ոչ ոքի չէր օգնի։ Կարորը սխալներից սովորելն ու աճելն էր։ Այդ զրույցը նշանավորեց Անահիտի բուժման գործընթացի մեկ այլ էվոլյուցիա։
Նա սովորում էր, որ ներումը չի նշանակում մոռանալ կամ ընդունել տեղի ունեցածը, այլ ազատվել զայրույթի բեռից։ Ընտրել չթողնել, որ ուրիշների գործողությունները շարունակեն վերահսկել իր հույզերը։ Դավիթի պատասխանը փաստաբանների հայցին եկավ 2 շաբաթ անց։ Նա ընդունեց Անահիտի կողմից սահմանված բոլոր պայմանները, առանց վիճարկելու։ Գցել էր ապացույցներ, որ արդեն 6 շաբաթ է թերապիայի մեջ է, պաշտոնապես հայտարարել էր, որ այլս որևէ տեսակի շփում չունի Լիլիթ Մանուկյանի հետ։ Նա անձնական նամակ էր գցել Անահիտի համար, որը փաստաբանները փոխանցեցին։ Անահիտը երկար պահեց ծրարը, նախքան այն բացելը։ Նրա մի մասը չէր ուզում կարդալ, չէր ուզում Դավիթին հնարավորություն տալ նորից խառնել իր հույզերը։ Բայց մյուս մասը պետք է իմանար, թե ինչ ունի նա ասելու, պետք էր այդ ավարտը։ Նամակը ձեռագիր էր, տատանվող ձեռագրով, որը նյարդայնություն էր ցույց տալիս։ Դավիթը սկսում էր ներողություն խնդրելով ավելի մանրամասն, քան հեռուստատեսային հարցազրույցում։ Նա խոստովանում էր, որ եղել է վախկոտ, եսասեր մանիպուլյատոր։ Ընդունում էր, որ աններելի ձերով վիրավորել է Անահիտին, որ ներողություն չի ակնկալում, միայն հնարավորություն փորձելու լինել պարկեշտ հայր այն որդու համար, որն արժանի չէր դրան։ Դավիթը գրում էր, թե ինչպես է թերապիան օգնում իրեն հասկանալ դեռահասությունից ի վեր զարգացրած կործանարար վարքի օրինաչափությունները։ Նա միշտ վախեցել է բավականաչափ լավը չլինելուց, ակնկալիքները հիասթափեցնելուց, ի վերջո ստեղծել է տարբեր դիմակներ տարբեր մարդկանց համար։ Լիլիթի հետ կարող էր լինել անպարտավոր ապստամբ։ Անահիտի հետ փորձում էր լինել այն կատարյալ տղամարդը, որին սպասում էր նրա ընտանիքը։ Բայց այդ գործընթացում կորցրել էր կապն իր իրական եսի հետ։ Նամակը շարունակվում էր մի քանի էջ, որտեղ Դավիթը նկարագրում էր այն աշխատանքը, որը կատարում էր ավելի լավ մարդ դառնալու համար։ Նա հեռացել էր այն ընկերներից, որոնք խրախուսում էին ինքնակործանարար վարքը, կենտրոնանում էր անձնական զարգացման վրա, նույնիսկ սկսել էր կամավորական աշխատանք կատարել ռիսկային խմբի երիտասարդների հետ, փորձելով լինել այնպիսի օրինակ, որն ինքը երբեք չի ունեցել։ Անահիտն ավարտեց նամակը կարդալը խառը զգացմունքներով։ Նրա մի մասը գնահատում էր։ Գալու առաջնածին մոր համար զարմանալի հանգստությամբ Անահիտը վառեց գիշերային լամպը, քայլեց դեպի ծնողների սենյակ։ Զգուշորեն թակեց դուռը, կանչեց Գայանեին։ Մայրն անմիջապես արթնացավ, դուստր մեծացրած մոր տարիների թեթ քունը ստիպեց նրան արձագանքել կարիքի ամենափոքր նշանին։ Տեսնելով Անահիտին դռան մոտ կանգնած, ձեռքը որովայնին արտահայտությունը հանգիստ, բայց կենտրոնացած, Գայանեն անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվում։ 15 րոպեի ընթացքում ամբողջ տունն արթուն էր համակարգված շարժման մեջ։ Գագիկն անհրաժեշտ զանգերն արեց հիվանդանոց վարորդին։ Գայանեն օգնեց Անահիտին հագուստը փոխել, վերցրեց մայրության պայուսակը, որը շաբաթներով պատրաստ էր։ Գագիկի վարձած բուժքույրերի թիմն արագ ստուգեց Անահիտի կենսական նշանները, հաստատելով, որ ծննդաբերությունը սկզբնական փուլում է, բայց լավ է ընթանում։ Լուսադեմին Երանի գրեթե դատարկ փողոցներով ճանապարհը դեպի Նաիրի բժշկական կենտրոն հանգիստ էր։ Անահիտը նստած էր հետի նստարանին Գայանեի կողքին, խորը շնչելով գծկումների ժամանակ նորմալ զրուցելով դրանց միջ։ Նա որոշել էր ունենալ բնական ծննդաբերություն, հակառակ Գագիկի նախնական առաջարկներին, որը նախընտրում էր կեսարյան հատման պլանավորված անվտանգությունը։ Բայց Անահիտն ուզում էր լիովին զգալ այդ պահը, զգալ, թե ինչպես է իր մարմինը կատարում այն աշխատանքը, որի համար նախատեսված է։ Մայրության բաժանմունքի մուտքի մոտ բժշկուհի Գրիգորյանն արդեն սպասում էր, ուղեկցվելով մանկաբարձների, բուժքույրերի պատրաստի նեոնատոլոգի ամբողջական թիմով։ Նրանք մանրակրկիտ պատրաստվել էին այդ ծննդին, իմանալով Անահիտի տրավմատիկ պատմությունը, ցանկանալով ապահովել, որ այս անգամ ամեն ինչ կատարյալ լինի։ Անահիտին տեղափոխեցին ընդարձակ հարմարավետ ծննդաբերական սենյակ, մեղմ լուսավորությամբ հանգստացնող ֆոնային երաժշտությամբ։ Գայանեն ամբողջ ընթացքում նրա կողքին էր, բռնելով նրա ձեռքը քաջալերող խոսքեր ասելով։ Գագիկը սպասասրահում էր, չափազանց նյարդային, սենյակում մնալու համար, բայց բավականաչափ մոտ, ցանկացած պահի կանչվելու համար։ Հաջորդ ժամերն զգացողությունների հորցանուտ էին։ Գծկումներն աստիճանաբար ուժեղանում էին, կառավարելի անհարմարությունից վերածվելով ցավի ալիքների, որոնք պահանջում էին Անահիտի ամբողջ կենտրոնացումը։ Բժշկուհի Գրիգորյանը նրան ուղղորդում էր յուրաքանչյուր փուլում, բացատրելով, թե ինչ է կատարվում, հավաստիացնելով, որ ամեն ինչ նորմալ է ընթանում։ Հատկապես ուժեղ գծկման ժամանակ Անահիտն այնքան ուժեղ սեղմեց մոր ձեռքը, որ Գայանեն ստիպված էր զսպել իրեն, ցավը ցույց չտալու համար։
Շնչառության մեջ Անահիտը նայեց մորը ասած մի բան, որը ստիպեց Գայանեին լաց լինել։ Նա ասաց, որ վերջապես հասկանում է այն անվերապահ սերը, որը մայրը զգում է, որ նույնիսկ նախքան որդու դեմքը տեսնելը, արդեն գիտեր, որ առանց տատանվելու կյանքը կտար նրա համար։ Գայանեն համբուրեց դստեր քրտնած ճակատը ասաց, որ հպարտ է այն անհավանական կնոջով, որին Անահիտը վերածվել է։ Որ վերջին ամիսներին նրա փոխակերպմանը հետելը իր կյանքի ամենամեծ ուրախություններից մեկն է եղել։ Որ երեխան օրհնված կլինի, ունենալով այդքան ուժեղ նվիրված մայր։ Առավոտյան ժամը 8-ին 5 ժամ ծննդաբերությունից հետո բժշկուհի Գրիգորյանը հայտարարեց, որ ժամանակն է սկսել ճիգերը։ Անահիտը հյուծված էր, բայց վճռական։ Յուրաքանչյուր կծկում այժմ ուղեկցվում էր հսկայական ջանքով, նրա ամբողջ մարմինն աշխատում էր համաժամանակյա, իր որդուն աշխարհ բերելու համար։ Գայանեն հաշվում էր յուրաքանչյուր ճիգի վայրկյանները, քաջալերելով Անահիտին շարունակել, նույնիսկ երբ նա ասում էր, որ այլս ուժ չունի։ Բժշկուհի Գրիգորյանը պահպանում էր հանգիստ իշխանական ձայնը, ուղղորդելով Անահիտին գործընթացի միջով, հարյուրավոր ծնունդների օգնածի փորձով։ Եվ ահա, մայիսյան մի արոտ երեքշաբթի օրվա առավոտյան ժամը 8:43-ին ծնվեց Նարեկ Սարգսյանը։ Նրա առաջին ձայնը ուժեղ առողջ լաց էր, որը լցրեց սենյակը, ստիպեց Անահիտին պայթել թեթացման ուրախության արցունքներով։ Բժշկուհի Գրիգորյանն անմիջապես դրեց երեխային Անահիտի կրծքին, այդ փոքրիկ, խոնավ մարմինը փարվեց մորը, շարունակելով լաց լինել։ Անահիտն առաջին անգամ նայեց որդու դեմքին, զգաց, որ ամբողջ աշխարհը վերադասավորվում է այդ պահի շուրջ։ Նարեկն ուներ մուգ խոնավ մազեր, նոր լույսից կկոցած աչքեր, բաց բերան, ի նշան բողոքի միջավայրի կտրուկ փոփոխության դեմ։ Նրա մանրիկ մատները փակվում բացվում էին, փնտրելով բռնելու բան։ Դու ես, շնջաց Անահիտը, անսահման քնքշությամբ դիպչելով որդու դեմքին։ Դու իմ որդին ես։ Վերջապես ես քեզ հետ ծանոթանում եմ։ Գայանեն դիտում էր տեսարանը, արցունքներն ազատ հոսելով դեմքով։ Նա այնքան երկար էր սպասել այդ պահին, վախեցել էր, որ հղիության տրավմատիկ հանգամանքները կարող են ազդել ծննդի փորձառության վրա։ Բայց ահա իր դուստրը, սիրուց փայլող, գրկել էր իր թոռանը, կարծես նա տիեզերքի ամենաթանկ բանը լիներ։ Եվ իրոք այդպես էր։ Նախնական ընթացակարգերից հետո, երբ Նարեկին մաքրեցին, կշռեցին, զննեցին, երբ հաստատեցին, որ նա լիովին առողջ է, 3 կիլոգրամ 400 գրամ քաշով 50 սանտիմետր հասակով, Գագիկը վերջապես մտավ սենյակ։ Նա ամբողջ ծննդաբերության ընթացքում դրսում էր սպասել, նյարդային քայլելով այս ու այն կողմ, լուր աղոթելով, որ ամեն ինչ լավ անցնի։ Երբ տեսավ Անահիտին մահճակալում, գունատ, բայց ժպտացող, կապույտ փաթեթը գրկած, Գագիկը զգաց, որ ինչ-որ բան կոտրվեց իր ներսում։ Նա այնքան երկար էր զսպել հույզերը, լինելով այն ամուր ժայռը, որին հենվում էին Անահիտն ու Գայանեն։ Բայց այդ պահին, տեսնելով իր դստերը մայր դարձած, տեսնելով իր թոռանն առաջին անգամ, նա չկարողացավ զսպել իրեն։ Գագիկը տատանվող քայլերով մոտեցավ մահճակալին, կարծես սուրբ հողի վրա լիներ։ Անահիտը դեմքը բարձրացրեց դեպի հայրը, աչքերը փայլելով մաքուր երջանկությունից։ Նա ասաց, որ ուզում է, որ նա ծանոթանա Նարեկի, իր առաջին թոռան հետ։ Գագիկը դողացող ձեռքերը մեկնեց, Անահիտը նրբորեն տեղափոխեց երեխային պապի գիրկը։ Այն պահը, երբ Գագիկն առաջին անգամ գրկեց Նարեկին, խորապես փոխակերպող էր։ Այդ մարդը, որը գործարար կայսրություն էր կառուցել, որը բախվել էր անթիվ մարտահրավերների, երբեք թուլություն ցույց չէր տվել, բացահայտ լաց եղավ, գրկելով այդ մանրիկ կյանքը։ Նա նայեց թոռան դեմքին, տեսավ հնարավորություններով լի ապագա, Սարգսյանների ընտանիքի նոր սերունդ, շարունակելու կառուցելու պաշտպանելու նորոգված պատճառ։ Գագիկը խոստումներ շշնջաց Նարեկին։ Խոստացավ, որ կլինի հնարավորինս լավագույն պապը, որ տղային կսովորեցնի այն ամենը, ինչ գիտեր բիզնեսի կյանքի մասին։ Խոստացավ, որ կպաշտպանի այդ երեխային նույն կատաղությամբ, որով միշտ պաշտպանել է Անահիտին։ Եվ խոստացավ, որ Նարեկը կմեծանա, իմանալով, որ անվերապահորեն սիրված է, անկախ նրանից, թե ինչ ընտրություններ կանի կամ ինչ ճանապարհներով կգնա։ Ծննդից հետո առաջին ժամերը լցված էին խնամքով վերահսկվող այցելություններով։ Աննան ժամանեց առավոտյան, բերելով ծաղիկների հսկայական փունջ կապույտ փափուկ արջուկ։ Նա լաց եղավ, տեսնելով ընկերուհուն երեխայի հետ, հիշելով բոլոր այն զրույցները, որոնք ունեցել էին հղիության ընթացքում, բոլոր կիսված վախերն ու հույսերը։ Աննան երկյուղածությամբ գրկեց Նարեկին, կատակեց, որ կլինի ամենաներկա պաշտպանող։ Գագիկը դուրս եկավ սենյակից, առանց խոսք ասելու։
Գայանեն գիտեր, որ ամուսինը զայրացած է, հավանաբար պլանավորում է Դավիթի հարցազրույցին որևէ պատասխան տալուց։ Նա թույլ տվեց, որ նա գնա։ Այդ պահին նրա առաջնահերթությունը դստերը մխիթարելն էր։ Անահիտը երկար լաց եղավ, ազատելով այն ամբողջ ցավը, որը զսպել էր չկայացած հարսանիքի օրվանից։ Լաց եղավ դավաճանության համար, հանրային նվաստացման համար, իր կրած բռնության համար, կորցրած անմեղության համար, այն ընտանիքի համար, որը երազել էր կառուցել, որն այժմ երբեք գոյություն չէր ունենա։ Լաց եղավ, մինչ այլս արցունքներ չմնացին, մինչ մարմինը հյուծվեց այդքան հույզերից։ Երբ վերջապես հանգստացավ, նա մորն ասաց մի բան, որը զարմացրեց Գայանեին։ Ասաց, որ չի ուզում խանգարել Դավիթին ճանաչել իր որդուն։ Ոչ թե նրա համար, այլ երեխայի։ Յուրաքանչյուր երեխա արժանի է հորը ճանաչելու հնարավորության, նույնիսկ եթե այդ հայրը սխալական թույլ է։ Բայց Դավիթը պետք է ապացուցեր, որ փոխվել է, որ մեծացել է, որ սովորել է իր սխալներից։ Եվ դա ժամանակ կպահանջեր։ Շատ ժամանակ։ Գայանեն համաձայնեց, որ դա հասուն մեծահոգի որոշում է, հատկապես հաշվի առնելով հանգամանքները։ Նա հարցրեց, թե արդյոք Անահիտը վստահ է, արդյոք չափազանց բարի չի գտնվում։ Անահիտը պատասխանեց, որ դա բարությունից չի անում։ Անում է, որովհետև չի ուզում, որ իր որդին մեծանա հոր բացակայության ծանրության տակ, ինչպես դա եղել է շատ այլ երեխաների հետ։ Եթե Դավիթն ընտրի չլինել ներկա կամ իրեն անարժան ցույց տա, պատասխանատվությունը նրա վրա կլինի։ Գագիկը մի քանի ժամ անց վերադարձավ սենյակ, ավելի հանգիստ։ Նա խոսել էր փաստաբանների հետ, որոշել, որ հրապարակավ չեն պատասխանի Դավիթի հարցազրույցին։ Ցանկացած պատասխան միայն կերկարացներ լրատվամիջոցների ուշադրությունը։ Փոխարենը, նրանք կկենտրոնանան իրավական հարցերը լուռ լուծելու վրա։ Ինչ վերաբերում է Դավիթի հայրական իրավունքներին, Գագիկն ասաց, որ կհարգի Անահիտի որոշումը, բայց խիստ պայմաններ կսահմանեն երեխայի հետ ցանկացած շփման համար։ Հաջորդ օրերը դանդաղ, բայց կայուն ապաքինման օրեր էին։ Անահիտը դուրս գրվեց հիվանդանոցից բժշկական ցուցումների երկար ցուցակով խոստումով, որ կվերադառնա շաբաթական խորհրդատվությունների։ Գագիկը մասնավոր բուժքույրեր վարձեց, դստերը տանը ուղեկցելու համար, ինչպես նա ուժեղացրեց բնակավայրի անվտանգությունը։ Նա չէր վստահում, որ Լիլիթը նորից ինչ-որ բան չի փորձի, նույնիսկ եթե քրեական պատասխանատվության էր ենթարկվում։ Սարգսյանների առանձնատունը գտնվում էր Վահագնի թաղամասի փակ համալիրում, ծովի տեսարանով 24-ժամյա անվտանգությամբ։ Դա ընդարձակ տուն էր, խնամված այգիներով խաղաղ մթնոլորտով, որը լիովին հակադրվում էր վերջին օրերի քաոսին։ Անահիտը տեղավորվեց իր հին սենյակում, որը Գայանեն պահել էր ճիշտ այնպես, ինչպես Դավիթի հետ տեղափոխվելուց առաջ էր։ Այդ սենյակը տեսնելը նոստալգիայի ալիք բերեց Անահիտին։ Պաստելային երանգների պատերը, դեռահասության տարիներին սիրելի գրքերով լի գրադարակը, ավելի երջանիկ ընտանեկան լուսանկարներով շրջանակները։ Կարծես վերադարձել էր իր ավելի պարզ տարբերակին, նախքան Դավիթին հանդիպելը, նախքան հղիությունը, նախքան ամեն ինչի փլուզումը։ Աննան ամեն օր այցելում էր Անահիտին, բերելով նորություններ արտաքին աշխարհից, որին Անահիտը պատրաստ չէր անձամբ դիմակայելու։ Հարձակման տեսանյութերը շարունակում էին շրջանառվել, բայց հանրային ուշադրությունն աստիճանաբար նվազում էր, քանի որ այլ սկանդալներ էին ի հայտ գալիս։ Լիլիթը մնում էր կալանքի տակ, սպասելով դատավարության։ Դավիթն անհետացել էր հանրային կյանքից, անհաջող հարցազրույցից հետո։ Մի օր, հիվանդանոցից դուրս գրվելուց մոտ 2 շաբաթ անց, Անահիտը նստած էր տան այգում, կարդալով մայրության մասին գիրք, որը բերել էր Աննան։ Հեռվում ծովի ալիքների ձայնը թռչունների երգը հանգստացնող մեղեդի էին ստեղծում։ Նա անգիտակցաբար շոյում էր որովայնը, մտովի խոսելով իր ներսում աճող երեխայի հետ։ Հենց այդ պահին զանգեց նրա հեռախոսը։ Անծանոթ համար։ Անահիտը տատանվեց պատասխանելուց առաջ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան ընդունել զանգը։ Մյուս կողմի ձայնը կանացի էր, հասուն, զսպված հուզմունքով լի։ Դա Անուշ Ավետիսյանն էր, Դավիթի մայրը։ Անահիտը քիչ մնաց անմիջապես անջատեր, բայց Անուշն արագ խոսեց, աղաչելով ընդամենը մի քանի րոպե զրույցի։ Ասաց, որ չի զանգում որդուն պաշտպանելու, այլ անձամբ ներողություն խնդրելու նրա պատճառած տառապանքի համար։ Որպես մայր, Անուշն իրեն պատասխանատու էր զգում Դավիթին ավելի լավ չդաստիարակելու, արժեքներ չսովորեցնելու համար, որոնք կխանգարեին նրան այդքան վախկոտ կերպով վարվել։ Անահիտը լուռ լսում էր, մինչ Անուշը խոսում էր։
Ավելի մեծ կինն ասաց, որ հասկանում է, եթե Անահիտն այլևս չի ուզում շփվել Ավետիսյանների ընտանիքի հետ, բայց կցանկանար ծնվելուց հետո ճանաչել իր թոռանը։ Ոչ թե որպես իրավունքներ ունեցող տատիկ, այլ որպես մեկը, ով անվերապահորեն կսիրեր այդ երեխային կարող էր աջակցություն առաջարկել, եթե Անահիտը թույլ տար։ Անուշի ձայնի անկեղծությունն անսպասելիորեն հուզեց Անահիտին։ Նա հասկացավ, որ Անուշը Դավիթի նման չէր։ Նա բնավորությամբ կին էր, որն իսկապես ամաչում էր իր որդու համար։ Անահիտը բարեկրթորեն, բայց վճռականորեն պատասխանեց, որ իրեն ժամանակ է պետք։ Պատրաստ չէր որոշումներ կայացնելու, թե ով կլինի երեխայի կյանքի մաս։ Բայց խոստացավ քննարկել Անուշի խնդրանքը, երբ ավելի ուժեղ զգա։ Անուշը հուզված շնորհակալություն հայտնեց անջատեց։ Անահիտը երկար նայում էր հեռախոսին, մտածելով, թե որքան բարդ է կյանքը։ Անուշը մեղավոր չէր որդու արարքների համար, ինչպես Անահիտի կրած երեխան մեղավոր չէր լինի հոր սխալների համար։ Անարդար էր պատժել անմեղ մարդկանց ուրիշների հանցանքների համար։ Այդ գիշեր, ընտանեկան ընթրիքի ժամանակ, Անահիտը կիսվեց Անուշի զանգի մասին ծնողների հետ։ Գագիկը տեսանելիորեն անհարմար զգաց Ավետիսյանների ընտանիքի հետ ցանկացած շփման գաղափարից, բայց Գայանեն զարմանալիորեն պաշտպանեց, որ Անահիտը պետք է բաց լինի։ Երեխան արժանի էր ունենալ հայրական տատիկ-պապիկ, եթե նրանք պարկեշտ մարդիկ էին, Անուշը միշտ բարի սիրտ ունեցող կնոջ տպավորություն էր թողել։ Քննարկումը շարունակվեց քաղաքակիրթ կերպով, յուրաքանչյուրը ներկայացնելով հիմնավոր փաստարկներ։ Ի վերջո նրանք համաձայնեցին, որ Անահիտը վերջնական որոշումը կկայացնի, երբ պատրաստ զգա, որ Գագիկը, Գայանեն կհարգեն այդ որոշումը, նույնիսկ եթե համաձայն չլինեն։ Ընթրիքից հետո Անահիտը բարձրացավ իր սենյակ կանգնեց պատշգամբում, դիտելով հեռվում քաղաքի լույսերը։ Գիշերվա զով օդը բերում էր ծովի բույրը, նա խորը շունչ քաշեց, շաբաթների ընթացքում առաջին անգամ զգալով, որ գուցե կկարողանա հաղթահարել այս ամենը։ Հեշտ չէր լինի։ Վատ օրեր կլինեին։ Ուժեղ ցավի պահեր կլինեին։ Բայց նա կգոյատեր։ Նա ձեռքը դրեց որովայնին խոստում շշնջաց երեխային։ Խոստացավ, որ կլինի հնարավորինս լավագույն մայրը, որ կպաշտպանի այդ երեխային ցանկացած չարիքից, որ կկառուցի սիրով անվտանգությամբ լի կյանք։ Խոստացավ, որ երբեք թույլ չի տա, որ որդին զգա ծնողների սխալների հետանքները։ Եվ խոստացավ ինքն իրեն, որ կդառնա ավելի ուժեղ, ոչ թե չնայած տեղի ունեցածին, այլ դրա շնորհիվ։ Անահիտ Սարգսյանը սկսում էր վերակառուցել իր կյանքը փլատակներից։ Եվ այս անգամ կկառուցեր ավելի ամուր հիմքերի։ Մորաքույրը, որը երբե ունեցել է որե երեխա։ Կեսօրին Անուշ Ավետիսյանը աննկատ ժամանեց, բերելով միայն մի պարզ նվեր, մանկական գիրք, որը Դավիթինն էր եղել, երբ նա երեխա էր։ Անահիտը բարեկրթորեն ընդունեց այցը, թույլ տալով, որ Անուշը մի քանի րոպե գրկի իր թոռանը։ Ավելի մեծ կինը նայեց Նարեկին արցունքներով լի աչքերով, տեսնելով իր որդու գծերը, բայց նա ճանաչելով Անահիտի բնորոշ գծերը։ Անուշը շնորհակալություն հայտնեց Անահիտին այդ պահը թույլ տալու համար, բավականաչափ մեծահոգի լինելու համար, տատիկին չպատժելու հոր սխալների համար։ Անահիտը պատասխանեց, որ յուրաքանչյուր երեխա արժանի է իր շուրջը հնարավորինս շատ սեր ունենալու, եթե Անուշն ուզում է առողջ կերպով լինել Նարեկի կյանքի մաս, ապա ողջունված կլինի սահմանված շրջանակներում։ Դավիթն այդ առաջին օրը հիվանդանոց չեկավ։ Անահիտը փաստաբանների միջոցով հստակեցրել էր, որ նա կարող է այցելել մեկ շաբաթ անց, երբ ինքն ու Նարեկն արդեն տանը հարմարված լինեն։ Նա ուզում էր այդ առաջին օրերը կապ հաստատել որդու հետ, առանց լրացուցիչ հուզական բարդությունների։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո օրերին Անահիտը հարմարվեց մայրության հյուծիչ, բայց բարգատրող առօրյային։ Նարեկն արթնանում էր յուրաքանչյուր 3 ժամը մեկ կերակրվելու, Անահիտը բացահայտեց, որ քնի պակասն իրական է, բայց տանելի, երբ ամեն անգամ նայում ես այդ կատարյալ դեմքին։ Գայանեն օգնում էր, երբ հնարավոր էր, բայց հարգում էր այն պահերը, երբ Անահիտն ուզում էր միայնակ խնամել որդուն։ Գագիկը վերածվեց ամենանվիրված պապի, որը կարելի էր պատկերացնել։ Նա աշխատանքից տուն էր գալիս ուղիղ գնում մանկասենյակ, գրկում էր Նարեկին ժամերով այնտեղ մնում, երեխայի հետ խոսելով ընկերության, երանի, ապագայի պլանների մասին։ Գայանեն կատակում էր, որ Գագիկը գործարար է դաստիարակում, նախքան տղան խոսել սովորելը։ Ծննդից մեկ շաբաթ անց եկավ Դավիթի առաջին այցի օրը։ Անահիտը հակասական զգացմունքներ ուներ այդ հանդիպման վերաբերյալ։ Նրա մի մասը դեռ զայրույթ վիրավորանք էր զգում։
Մյուս մասը ընդունում էր, որ Դավիթը կատարել է սահմանված բոլոր պայմանները, շարունակում է թերապիան անկեղծ նվիրվածություն է ցուցաբերել փոխվելու հարցում։ Դավիթը ժամանեց պայմանավորված ժամին, բերելով միայն մի պարզ նվեր, դատարկ լուսանկարների ալբոմ, որպեսզի Անահիտը լցնի Նարեկի պահերով։ Նա տեսանելիորեն նյարդային էր, ձեռքերը դողում էին, երբ Գագիկը նրան դիմավորեց դռան մոտ չեզոք, բայց ոչ թշնամական արտահայտությամբ։ Գայանեն ուղեկցեց Դավիթին դեպի սենյակ, որտեղ Անահիտը սպասում էր, Նարեկը գրկին։ Այն պահը, երբ Դավիթն առաջին անգամ տեսավ իր որդուն, լի էր հուզմունքով։ Նրա ոտքերը գրեթե թուլացան, նա ստիպված էր բռնվել պատից։ Արցունքները հոսեցին դեմքով, մինչ նա նայում էր այդ մանլիկ երեխային, որը կրում էր իր գեների կեսը, բայց ներկայացնում էր շատ ավելին, քան կենսաբանությունը, ներկայացնում էր փրկագնման հնարավորություն։ Անահիտը ուշադիր հետում էր Դավիթի ռեակցիային։ Նա տեսավ անկեղծ զարմանք նրա աչքերում, տեսավ ծնվող սեր, տեսավ այն իրականությունը, թե ինչ էր նա գրեթե կորցրել իր եսասիրական ընտրությունների պատճառով։ Նա ոտքի կանգնեց, Նարեկը գրկին, քայլեց դեպի Դավիթը, կանգնելով անվտանգ հեռավորության վրա։ Նրա անունը Նարեկ է, ասաց նա վճռական, բայց ոչ թշնամական ձայնով։ Նարեկ Սարգսյան։ Դավիթը նկատեց, որ նա որդուն Ավետիսյան ազգանունը չի տվել։ Չբողոքեց։ Նա հասկանում էր, որ ոչ մի բանից բողոքելու իրավունք չունի։ Թույլտվություն խնդրեց գրկել երեխային, Անահիտը, կարճ տատանվելուց հետո առաջին անգամ դրեց Նարեկին կենսաբանական հոր գիրկը։ Դավիթը ծայրահեղ զգուշությամբ գրկեց որդուն, կարծես փխրուն բյուրեղապակի լիներ։ Նա նայեց այդ դեմքին, ներողության խոսքեր շշնջաց։ Ներողություն խնդրեց, որ սկզբից ետ չի եղել այն հայրը, որին Նարեկն արժանի էր իր բնավորության թերությունների համար, որ թույլ է տվել վախին եսասիրությանն ուղղորդել իր գործողությունները։ Խոստացավ, որ ավելի լավը կլինի, որ կսովորի, որ ամեն ինչ կանի, արժանի լինելու այդ տղայի կյանքում տեղ ունենալուն։ Անահիտը դիտում էր տեսարանը, Գագիկն ու Գայանեն հետում, պատրաստ միջամտելու, եթե անհրաժեշտ լիներ։ Բայց այն, ինչ նա տեսնում էր, հայրությունից իսկապես փոխակերպված տղամարդ էր, մեկը, որը վերջապես կարծես հասկանում էր այն ամենի մասշտաբը, ինչը գրեթե քանդել էր։ Նա դեռ լիովին չէր վստահում Դավիթին, վստահությունը պետք է վերականգնվեր տարիների ընթացքում հետողական գործողությունների միջոցով։ Բայց նա պատրաստ էր նրան փորձելու հնարավորություն տալ։ 30 րոպե անց Անահիտն ասաց, որ Դավիթի գնալու ժամանակն է։ Նա առանց բողոքելու հասկացավ, դժկամությամբ վերադարձրեց Նարեկին, մոր գիրկը հրաժեշտ տվեց։ Հեռանալուց առաջ շրջվեց դեպի Անահիտը, հուզված ձայնով ասաց, որ նա շատ ավելի լավ կին է, քան ինքը երբե արժանի է եղել, որ Նարեկը բախտավոր է, ունենալով այդքան արտասովոր մայր։ Անահիտը չպատասխանեց։ Պարզապես թեթակի գլխով արեց, ընդունելով ճանաչումը, բայց առանց հուզական մխիթարություն առաջարկելու։ Դավիթը հեռացավ Գագիկի ուղեկցությամբ, Անահիտը նորից նստեց բազմոցի Նարեկի հետ, զգալով թեթացման տխրության խառնուրդ։ Թեթացում, որովհետև առաջին հանդիպումն անցել էր առանց դրամայի։ Տխրություն այն կյանքի համար, որը կարող էր լինել, եթե Դավիթը լիներ այն տղամարդը, որին ծածնում էր։ Հաջորդ ամիսները նոր առօրյա բերեցին Սարգսյանների ընտանիք։ Անահիտն ամբողջությամբ ընկղմվեց մայրության մեջ, բացահայտելով ուրախություններ մարտահրավերներ, որոնք երբեք չէր պատկերացրել։ Գիշերներն արթուն, անմխիթար լացը, երբ Նարեկը կոլիկա ուներ, առաջին ծիծաղը, առաջին ժպիտը, զարգացման յուրաքանչյուր փուլ զգացվում էր խորը հուզական ինտենսիվությամբ։ Դավիթն այցելում էր Նարեկին շաբաթը մեկ անգամ, միշտ հսկողության տակ, միշտ հարգելով Անահիտի սահմանած սահմանները։ Նա փոքրիկ նվերներ էր բերում, խոսում էր որդու հետ, նույնիսկ իմանալով, որ երեխան չի հասկանում, յուրաքանչյուր պահը ֆիքսում էր լուսանկարներով, որոնք գանձի պես պահում էր։ Անահիտը տեսնում էր Դավիթի մոտ անկեղծ առաջընթաց, տեսնում էր մի տղամարդու, որը ջանասիրաբար փորձում էր ավելի լավը լինել, բայց պահպանում էր իր զգոնությունը։ Երբ Նարեկը դարձավ 3 ամսական, Անահիտը կես դրույքով վերադարձավ աշխատանքի շինարարական ընկերությունում։ Գագիկը հատուկ պաշտոն էր ստեղծել նրա համար, ղեկավարելով կայունության նորարարության վրա կենտրոնացած նոր բաժին։ Անահիտը բացահայտեց, որ պաշտում է այդ աշխատանքը, որ իր միտքն օգտագործելը բարդ խնդիրներ լուծելու համար իրեն էներգիա էր հաղորդում այլ, բայց նույնքան կարևոր ձեռով, որքան մայրությունը։ Նա որակյալ դայակ էր վարձել, օգնելու համար այն ժամերին, երբ աշխատում էր, բայց Գայանեն նույնպես միշտ հասանելի էր, պաշտելով թոռանը մոտ լինելը։ Առօրյան դժվար էր, աշխատանքի մայրության հավասարակշռումը մանրակրկիտ կազմակերպում էր Անահիտին բարգավաճել որպես մայր մասնագետ։
Նարեկի ծննդից 1 տարի անց Անահիտը շինարարական ընկերության իր գրասենյակում նախագծեր էր վերանայում, երբ անսպասելի զանգ ստացավ։ Լիլիթ Մանուկյանն էր։ Անահիտը մի պահ քարացավ, չէր սպասում այլս երբ է լսել այդ կնոջից։ Լիլիթն արագ բացատրեց, որ համարը ստացել է ընդհանուր ծանոթի միջոցով, խնդրում է ընդամենը 5 րոպե զրույցի։ Անահիտը քիչ մնաց անջատեր, բայց հետաքրքրասիրությունը ստիպեց նրան շարունակել լսել։ Լիլիթն ասաց, որ կրել է իր պատիժը հանրային աշխատանքներով վերակառուցում է կյանքն այլ քաղաքում։ Զանգում էր ոչ թե ներողություն խնդրելու, գիտեր, որ արժանի չէ, այլ շնորհակալություն հայտնելու։ Շնորհակալություն, որովհետև Անահիտը կարող էր պնդել շատ ավելի խիստ պատիժ, բայց ընտրել էր չափավորությունը։ Լիլիթն ասաց, որ այդ ներողամտությունը իրեն հնարավորություն է տվել նորից սկսելու, ինքն օգտվում է դրանից։ Անահիտը լսում էր, առանց ընդհատելու։ Երբ Լիլիթն ավարտեց, երկար լռություն տիրեց։ Վերջապես, Անահիտն ասաց, որ հույս ունի, որ Լիլիթն այդ երկրորդ հնարավորությունը խելամտորեն կօգտագործի, որ խաղաղություն նպատակ կգտնի իրեն մանիպուլյացիայի ենթարկած մարդկանցից հեռու։ Լիլիթը հուզված ձայնով շնորհակալություն հայտնեց անջատեց։ Անահիտն այլս երբեք նրանից չլսեց։ Այդ զանգն անսպասելի ավարտ բերեց Անահիտի համար։ Նա հասկացավ, որ իսկապես ներել է Լիլիթին, ոչ թե այնպես, որ մոռանա տրավման, այլ այնպես, որ այլս զայրույթ չկրի։ Լիլիթը կոտրված մարդ էր, որը սարսափելի սխալ էր թույլ տվել, վճարել էր դրա համար, այժմ փորձում էր ավելի լավ ապրել։ Անահիտը կարող էր հարգել դա, նույնիսկ առանց շփում ցանկանալու։ Նարեկի մեկամյակի օրը ընտանիքը մտերմիկ խնջույք կազմակերպեց առանձնատան այգում։ Հրավիրված էին միայն մոտ ընտանիքը ամենասիրելի ընկերները։ Նարեկը հմայիչ էր մուգ կապույտ հագուստով, սողալով սիզամարգով, հետապնդելով գետնին մոտ ճախրող փուչիկներին։ Նրա վարակիչ ծիծաղը այգին լցնում էր ուրախությամբ։ Դավիթը ներկա էր, պահպանելով հարգալից հեռավորություն, բայց ակնհայտորեն հուզված, տեսնելով որդու մեկամյակը։ Նա հատուկ նվեր էր բերել, Նարեկի անունով խնայողական հաշիվ, առատաձեռն գումարով։ Անահիտն ընդունեց գլխի շարժումով, ճանաչելով ժեստը։ Խնջույքի ընթացքում Անահիտը մի պահ մենակ մնաց Աննայի հետ, դիտելով, թե ինչպես է Նարեկը խաղում Գագիկի զգոն հայացքի տակ։ Աննան հարցրեց, թե ինչպես է Անահիտն իրեն զգում ծննդից 1 տարի անց, հարսանիքի աղետից 1.5 տարի անց։ Անահիտը ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը։ Ասաց, որ խաղաղ է։ Դա այն կյանքը չէր, որը պլանավորել էր, այն հեքիաթը չէր, որի մասին երազել էր դեռահասության տարիներին։ Բայց դա լավ կյանք էր, կառուցված ինքնասիրության, ընտանիքի նպատակի ամուր հիմքերի վրա։ Նարեկն առողջ երջանիկ էր։ Նա մասնագիտորեն բարգավաճում էր։ Ընտանիքի հետ հարաբերություններն ավելի ամուր էին, քան երբևէ։ Եվ նա բացահայտել էր մի ներքին ուժ, որի մասին չգիտեր։ Աննան գրկեց ընկերուհուն, ասելով, որ հպարտ է այդ ճանապարհորդությանը ականատես լինելու համար։ Անահիտը փոխադարձեց գրկախառնությունը, ասաց, որ չէր կարողանա առանց այնպիսի մարդկանց անվերապահ աջակցության, ինչպիսիք են Աննան, իր ծնողները, բոլոր նրանք, ովքեր իրեն սիրով շրջապատեցին, երբ նա ամենաշատն դրա կարիքն ուներ։ Երեկոյան, երբ բոլոր հյուրերը հեռացել էին, Նարեկը քնած էր իր օրորոցում, Անահիտը իր սենյակի պատշգամբում էր, դիտելով քաղաքի լույսերը։ Գագիկը միացավ նրան, բերելով 2 բաժակ թեյ։ Հայր ու աղջիկ մի քանի րոպե հարմարավետ լռության մեջ մնացին, նախքան Գագիկը խոսեց։ Նա ասաց, որ դիտել, թե ինչպես է Անահիտը հաղթահարում այն ամենը, ինչի միջով անցել է իր կյանքի ամենադժվար, բայց նա ամենաոգեշնչող փորձառություններից մեկն է եղել։ Որ նա դարձել է բացառիկ բնավորությամբ կին, հրաշալի մայր, փայլուն մասնագետ։ Որ նա ավելի հպարտ է իրենով, քան խոսքերը կարող են արտահայտել։ Անահիտը գլուխը դրեց հոր ուսին, զգալով այն ծանոթ հարմարավետությունը, որը միշտ իրեն ապահով էր զգացնում։ Նա շնորհակալություն հայտնեց այն ամենի համար, ինչ նա Գայանեն արել էին, որ երբեք թույլ չեն տվել իրեն ընկնել, որ հավատացել են իրեն, նույնիսկ երբ ինքը կասկածում էր իրեն։ Գագիկն այնուհետ հարցրեց մի բան, որը ամիսներով պահում էր։ Հարցրեց, թե արդյոք Անահիտը կարծում է, որ մի օր կկարողանա նորից վստահել որևէ մեկին սիրային հարաբերությունների համար, թե Դավիթի տրավման ընդմիշտ փակել է իր սիրտը։ Անահիտն ազնվորեն քննարկեց հարցը։ Ասաց, որ չգիտի։ Առայժմ նա կենտրոնացած է Նարեկի իր կարիերայի վրա, դա բավարար է։ Բայց չի բացառում մի օր գտնելու մեկին, որն արժանի կլինի իր վստահությանը։ Մեկին, որը կհասկանա, որ ինքը գալիս է երեխայի բարդ պատմության հետ։
Մեկին, որը բավականաչափ ուժեղ կլինի լինելու իր կողքին որպես իրական զուգընկեր, ոչ թե որպես պաշտպան կամ փրկիչ։ Եթե լինի, բնականon կերպով կլինի, ասաց նա։ Բայց եթե չլինի, դա էլ է նորմալ։ Ես սովորել եմ, որ կարող եմ ամբողջական լինել միայնակ։ Գագիկը համբուրեց դստեր գլուխը, գոհ այդ պատասխանից։ Նա իսկապես հասունացել էր այնպես, ինչպես ինքը նույնիսկ չէր պատկերացնում։ Արարատ Գրանդ հոթելի միջանցքով քայլող աղջիկը մահացել էր այդ տրավմատիկ օրը, բայց նրա փոխարեն ծնվել էր արտասովոր կին։ Հաջորդ տարիները շարունակական աճ բերեցին Անահիտին։ Նարեկը մեծանում էր ուժեղ առողջ, ուրախ հետաքրքրասեր երեխա, որը հմայում էր բոլորին։ Դավիթը շարունակում էր ներկա լինել, բայց սահմանափակ դերում, ընդունելով, որ երբեք չի լինի գլխավոր հայրը, բայց կարող է լինել հետողական կերպար որդու կյանքում։ Անուշը դարձել էր սիրող տատիկ, որը կանոնավոր այցելում էր հիանալի հարաբերություններ ուներ Անահիտի հետ։ Շինարարական ընկերությունում Անահիտը մասնագիտորեն բարգավաճում էր։ Նրա կայունության նախագծերը Սարգսյանների ընկերությունը դրել էին ազգային ուշադրության կենտրոնում, շահելով մրցանակներ ճանաչում։ Գագիկը սկսեց պատրաստել Անահիտին, ի վերջո ստանձնելու ընկերության նախագահի պաշտոնը, վստահ լինելով, որ նա ունի ղեկավարելու համար անհրաժեշտ բոլոր որակները։ Նարեկի ծննդից 3 տարի անց Անահիտը Ծաղկաձորում շինարարական համաժողովի էր, երբ հանդիպեց Տիգրան Գալստյանին, կայուն դիզայնի մեջ մասնագիտացած ճարտարապետի։ Նրանց ծանոթացրին նորարարության մասին պանելային քննարկման ժամանակ, նրանք ժամերով խոսեցին նախագծերի, գաղափարների, շինարարության ապագայի տեսլականների մասին։ Տիգրանը 35 տարեկան էր, ամուսնալուծված, առանց երեխաների, ուներ էկոլոգիական նախագծերի վրա կենտրոնացած ճարտարապետական ընկերություն։ Նա գրեթե բոլոր առումներով տարբերվում էր Դավիթից։ Թափանցիկ իր հաղորդակցության մեջ, ինքնավստահ, առանց ամբարտավանության, հարգալից անկեղծորեն հետաքրքրված այն ամենով, ինչ Անահիտն ուներ ասելու։ Նրանք սկսեցին մասնագիտորեն շփվել, համագործակցելով որոշ նախագծերում։ Ընկերությունը բնականon կերպով զարգացավ ամիսների ընթացքում։ Տիգրանը ծանոթացավ Նարեկի հետ կորպորատիվ միջոցառման ժամանակ, որտեղ Անահիտը ստիպված էր որդուն տանել։ Այն ձև, որով Տիգրանը շփվեց տղայի հետ, նրան վերաբերվելով անկեղծ հարգանքով, առանց կապ պարտադրելու, տպավորեց Անահիտին։ Երբ Տիգրանը վերջապես խնդրեց նրան ընթրիքի տանել, ոչ թե որպես գործընկերներ, այլ որպես Դավիթի ազնվությունը, ակնհայտ աճը։ Մյուս մասը մնում էր թերահավատ, հիշելով, որ խոսքերը հեշտ են, գործողություններն են, որ իրականում կարևոր են։ Նա նամակը դրեց գզրոցում, որոշելով, որ միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք Դավիթն իսկապես փոխվում է, թե պարզապես ասում է այն, ինչ ինքն ուզում է լսել։ Ամիսները շարունակում էին անցնել։ Անահիտի որովայնը անընդհատ մեծանում էր, նա այժմ հղիության 7-րդ ամսում էր։ Ուլտրաձայնային հետազոտությունը բացահայտել էր, որ նա տղա է սպասում, մի նորություն, որը Սարգսյանների տունը լցրեց նորոգված ուրախությամբ։ Գայանեն արդեն զարդարել էր մանկասենյակը կապույտ մոխրագույն երանգներով, ծովային թեմաներով, որոնք արտացոլում էին ընտանիքի սերը ծովի նկատմամբ։ Անահիտը ժամերով պատկերացնում էր, թե ինչպիսին կլինի իր որդին։ Կժառանգի իր կանաչ աչքերը, թե Դավիթի շագանակագույնները։ Կունենա Սարգսյանների ընտանիքի հանգիստ բնավորությունը, թե ավելի անհանգիստ կլինի։ Կլինի երաժիշտ, ինժեներ, նկարիչ։ Հնարավորություններն անսահման էին հուզիչ։ Անուշ Ավետիսյանը մի քանի անգամ էլ էր զանգել այդ ամիսների ընթացքում, միշտ հարգալից բարի։ Անահիտը համաձայնել էր անձամբ հանդիպել նրան մի անգամ, մի արագ սուրճ խմելու հանգիստ հացատանը։ Անուշը նվերներ էր բերել երեխայի համար, նուրբ հագուստներ Դավիթի մանկության լուսանկարների ալբոմ, ասելով, որ նույնիսկ եթե Անահիտը չուզենա տեսնել, գուցե մի օր տղան կցանկանա մի փոքր իմանալ հոր մասին։ Այդ ժեստը հուզեց Անահիտին։ Անուշը չէր փորձում արդարացնել Դավիթին կամ հատուկ վերաբերմունք խնդրել։ Նա պարզապես սիրող տատիկ էր, առաջարկելով այն, ինչ կարող էր, առանց որևէ բան պահանջելու։ Անահիտը շնորհակալություն հայտնեց ասաց, որ Անուշը ողջունված կլինի ծնվելուց հետո թոռանը տեսնելու, սահմանելով, որ այցելությունները կհամակարգվեն միշտ կլինեն Անահիտի կամ Գայանեի ներկայությամբ։ Հղիության 8-րդ ամիսը բերեց աճող ֆիզիկական անհարմարություններ։ Անահիտը զգում էր որովայնի ծանրությունը յուրաքանչյուր շարժման ժամանակ, դժվարությամբ էր քնում, ոտքերը մշտապես ուռած էին։
բայց յուրաքանչյուր անհարմարություն ուղեկցվում էր ուրախությամբ, զգալով երեխայի շարժումները, տեսնելով փոքրիկ ոտքերը, որոնք սեղմվում էին իր որովայնին, լսելով արագացած սիրտը, որն ուժգին բաբախում էր խորհրդատվությունների մոնիտորներին։ Բժշկուհի Գրիգորյանը շարունակում էր մոտիկից հետել, հղիությանը գոհ էր Անահիտի երեխայի առողջությունից։ Հարսանիքի միջադեպի բոլոր տրավմաները ֆիզիկապես հաղթահարվել էին, իսկ հուզականորեն Անահիտը տպավորիչ դիմացկունություն էր ցուցաբերում։ Բժշկուհին մի քանի անգամ նշել էր, թե որքան հպարտ է այն փոխակերպմամբ, որի ականատեսն էր եղել այդ երիտասարդ կնոջ մոտ։ Գագիկն ավելի պաշտպանող էր դարձել, քանի որ ծնունդը մոտենում էր։ Նա անձամբ ստուգում էր տան ամբողջ անվտանգությունը, համոզվում էր, որ Անահիտն ունի այն ամենը, ինչ պետք է, նախքան նա կխնդրեր, արդեն բժշկական թիմ ուներ պատրաստ, երբ ծննդաբերությունը սկսվեր։ Գայանեն կատակում էր, որ ամուսինն ավելի նյարդային է, քան առաջին անգամ մայր դարձողը։ Մի գիշեր, ծննդի սպասվող ամսաթվից 3 շաբաթ առաջ, Անահիտը վառ երազ տեսավ։ Երազում նա վերադարձել էր հարսանյաց սրահ, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Ոչ հյուրեր կային, ոչ ծաղիկներ, ոչ քող։ Միայն ինքն էր, մենակ խորանի մոտ, գրկում ոչ թե ծաղկեփունջ, այլ իր երեխային։ Նա նայում էր երեխային, խորը խաղաղություն էր զգում, մի վստահություն, որ ամեն ինչ տեղի է ունեցել ճիշտ այնպես, ինչպես պետք է։ Երազում նա վստահորեն դուրս էր գալիս սրահից, հետում թողնելով այն ամենի փլատակները, ինչ կարող էր լինել։ Դրսում արը վառ փայլում էր, նրա առջ լուսավոր ճանապարհ էր ձգվում։ Նա սկսում էր քայլել, երեխան ապահով իր գրկում, առանց կասկածի գիտեր, որ ապագան լավ է լինելու։ Անահիտն արթնացավ այդ երազից, զգալով մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել։ Մաքուր, պարզ հույս։ Ոչ թե ուրիշ մարդկանց վարքից կամ արտաքին հանգամանքներից կախված հույս, այլ հույս հիմնված սեփական ուժի, իր որդու համար լավ կյանք ստեղծելու ունակության վրա։ Նա վեր կացավ մահճակալից մոտեցավ պատուհանին, դիտելով, թե ինչպես է արածակը ներկում Երանի երկինքը վարդագույն նարնջագույն երանգներով։ Քաղաքը դանդաղ արթնանում էր, Անահիտն իրեն զգում էր այդ վերածննդի մի մասը։ Նա անցել էր փոթորկի միջով մյուս կողմից ավելի ուժեղ դուրս եկել։ Նա ձեռքերը դրեց որովայնին, զգալով երեխայի նուրբ շարժումները։ Նորոգված խոստում շշնջաց։ Խոստացավ, որ նրան կտա սիրով, ճշմարտությամբ, խիզախությամբ լի կյանք։ Խոստացավ, որ կսովորեցնի հարգանքի, արժանապատվության, մարդկանց բարությամբ վերաբերվելու կարողության մասին։ Խոստացավ, որ նա կմեծանա, տեսնելով ուժեղ մոր, որը վերակառուցեց իր կյանքը աղետից հետո սովորեց, որ խոցելի լինելը չի նշանակում թույլ լինել։ Անահիտ Սարգսյանն այդ տարին սկսել էր, սպասելով կատարյալ հարսանիքի հեքիաթային կյանքի։ Փոխարենը ստացավ տրավմա, դավաճանություն, հանրային ցավ։ Բայց այդ տառապանքի միջոցով նա բացահայտեց մի ուժ, որի մասին նույնիսկ չգիտեր։ Բացահայտեց, որ ունակ է ներելու, առանց մոռանալու, մեծահոգի լինելու, առանց միամիտ լինելու, սիրելու, առանց կորցնելու իրեն։ Երեխան շուտով կծնվեր, նրա հետ կգար Անահիտի կյանքի նոր փուլ։ Մի փուլ, որտեղ նա չէր սահմանվի նրանով, ով իրեն վիրավորել է, այլ նրանով, ում ընտրել է դառնալ, չնայած ամեն ինչին։ Մի փուլ, որտեղ կլիներ մայր, գործարար, դուստր, ընկերուհի, բայց ամենից շատ կլիներ ինքն իրեն, ամբողջական, իսկական։ Արի լույսն ամբողջությամբ լցրեց սենյակը, Անահիտը ժպտաց նոր օրվան։ Դեռ մարտահրավերներ կային առջում։ Դավիթը պետք է ապացուցեր, որ արժանի է լինել որդու կյանքի մաս։ Լիլիթը վերջիվերջո դուրս կգար կալանքից, պետք է վերակառուցեր սեփական գոյությունը։ Երանյան հասարակությունը դեռ որոշ ժամանակ կշնջար հարսանիքի սկանդալի մասին։ Բայց Անահիտը պատրաստ էր դիմակայելու այս ամենին։ Ոչ այլս որպես Արարատ Գրանդ հոթելի միջանցքով քայլող միամիտ հարսնացու, այլ որպես ուժեղ կին, որը հառնեց այդ ողբերգության մոխիրներից։ Մի կին, որը սովորեց, որ իսկական երջանիկ ավարտը չի գալիս կատարյալ հարսանիքից կամ հեքիաթային արքայազնից, այլ միայնակ ոտքի կանգնելու կտորներից գեղեցիկ բան կառուցելու ունակությունից։ Նա խորը շունչ քաշեց, թոքերը լցնելով երանյան առավոտվա թարմ օդով։ Իրեն զգում էր կենդանի, լիարժեք, պատրաստ։ Ապագան սպասում էր նրան, լի անսահման հնարավորություններով։ Եվ այդ ճակատագրական գիշերվանից հետո առաջին անգամ Անահիտ Սարգսյանն իսկապես ոգորված էր, բացահայտելու, թե ինչ է սպասվում առջում։ Մայիսյան մի երեքշաբթի օրվա լուսադեմին սկսվեցին առաջին կծկումները։ Անահիտն արթնացավ առավոտյան ժամը 3-ին, զգալով մի ցավ, որը տարբերվում էր այն դեպքերից, երբ երեխան անհանգիստ շարժվում էր։
Դա սեղմման զգացողություն էր, որը սկսվում էր մեջքից տարածվում դեպի առաջ, ստիպելով ամբողջ որովայնը մի քանի վայրկյանով պնդանալ, նախքան նորից թուլանալը։ Նա մի քանի րոպե պառկած մնաց, մտովի հաշվելով ընդմիջումները, ինչպես սովորել էր ծննդաբերության նախապատրաստական դասերին։ Երբ հասկացավ, որ կծկումները կանոնավոր կերպով գալիս են յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, Անահիտը հասկացավ, որ ժամանակն է։ Իր որդին պատրաստ էր աշխարհ։ Հնարավոր ավելին, Անահիտը տատանվեց։ Երկար խոսեց Գայանեի Աննայի հետ, մարսելով իր վախերը։ Երկուսն էլ քաջալերեցին նրան հնարավորություն տալ, հիշեցնելով, որ ոչ բոլոր տղամարդիկ են Դավիթի նման։ Առաջին հանդիպումը Կասկադի մի աննկատ ռեստորանում էր, քաղաքի տեսարանով։ Նրանք ժամերով խոսեցին ամեն ինչի մասին, աշխատանքից մինչ կյանքի փիլիսոփայություն։ Տիգրանը լիովին ազնիվ էր իր ամուսնալուծության մասին, ստանձնելով իր բաժին մեղքը հարաբերությունների ձախողման մեջ։ Անահիտն իր հերթին պատմեց իր պատմությունը Դավիթի հետ, առանց նվազեցնելու կամ դրամատիզացնելու, պարզապես փաստերը ներկայացնելով։ Տիգրանը լսեց ամեն ինչ, առանց դատելու։ Վերջում ասաց, որ հիանում է Անահիտի ուժով, բայց որ նրա պատմությունը բացասական բեռ չի համարում։ Տեսնում է որպես դիմացկունության, բնավորության, դժվարությունների միջոցով աճելու ունակության ապացույց։ Ասաց, որ եթե Անահիտը որոշի հնարավորություն տալ այս հնարավոր հարաբերություններին, ինքը նրան կվերաբերվի այն հարգանքով ազնվությամբ, որին նա միշտ արժանի է եղել։ Անահիտն անմիջապես չպատասխանեց։ Ժամանակ խնդրեց մտածելու, Տիգրանն ընդունեց, առանց ճնշելու։ Հաջորդ շաբաթներին Անահիտը խոսեց բժշկուհի Կոստանյանի հետ իր թերապիայի հանդիպումներին, որոնք այժմ ամսական էին ավելի շատ կենտրոնացած աճի, քան տրավմայի վրա։ Խոսեց Նարեկի հետ այն լեզվով, որը 3 տարեկան տղան կարող էր հասկանալ, մայրիկի հատուկ ընկեր ունենալու հնարավորության մասին։ Նարեկը, երեխաների պարզությամբ, հարցրեց, թե արդյոք հատուկ ընկերը լավը կլինի իր հետ։ Անահիտը հավաստիացրեց, որ միայն այն դեպքում թույլ կտա որը մեկին իրենց կյանք մտնել, եթե այդ մարդը շատ լավը լինի երկուսի հետ էլ։ Նարեկն ընդունեց դա որպես կատարյալ տրամաբանություն, վերադարձավ իր մեքենաներով խաղալուն։ Անահիտը որոշեց հնարավորություն տալ Տիգրանին։ Նրանք սկսեցին պաշտոնապես հանդիպել, սկզբից ետ սահմանելով հստակ ակնկալիքներ առողջ սահմաններ։ Տիգրանը հարգում էր, որ Նարեկն Անահիտի բացարձակ առաջնահերթությունն է, երբեք չէր փորձում մրցակցել ուշադրության համար։ Նա աստիճանաբար ինտեգրվեց նրանց կյանքին, շահելով Նարեկի վստահությունը հետողական գործողությունների միջոցով։ Գագիկը սկզբում թերահավատորեն տրամադրված ցանկացած տղամարդու նկատմամբ, որը մոտենում էր Անահիտին, աննկատ ստուգումներ արեց Տիգրանի մասին։ Տպավորված էր իր իմացածով։ Հարգված մասնագետ, ֆինանսապես կայուն, առանց խնդրահարույց վարքի պատմության։ Այնուամենայնիվ, Գագիկը հստակեցրեց Տիգրանին, որ ցանկացած սայթաքում կհանգեցնի խիստ հետանքների։ Գայանեն, մյուս կողմից, սկզբից ետ պաշտեց Տիգրանին։ Նա տեսնում էր, թե ինչպես է նա նայում Անահիտին, անկեղծ հարգանքով, հիացմունքով։ Տեսնում էր, թե ինչպես է վերաբերվում Նարեկին, համբերությամբ, բնական քնքշությամբ։ Տեսնում էր, ամենակարևորը, թե ինչպես է Անահիտը ծաղկում նրա կողքին, դառնալով էլ ավելի ինքնավստահ երջանիկ։ 2 տարվա հանդիպումներն անցան։ Տիգրանը երբեք չէր ճնշում ավելի մեծ պարտավորության համար, հարգելով, որ Անահիտին ժամանակ է պետք։ Երբ վերջապես ամուսնության առաջարկ արեց, դա պարզ նշանակալից կերպով էր, Անահիտի Նարեկի հետ սանի մի ամայի ափին զբոսանքի ժամանակ, մայրամուտին։ Անահիտը նայեց ավազի վրա ծնկի իջած այդ տղամարդուն, որը պարզ, բայց գեղեցիկ մատանի էր բռնել, բացարձակ խաղաղություն զգաց։ Ոչ նյարդայնություն կար, ոչ կասկածներ։ Միայն վստահություն, որ Տիգրանն իրական զուգընկեր է, մեկը, որը սիրում է իրեն, Նարեկին, մեկը, որը տարիների հետողական գործողություններով ապացուցել է, որ արժանի է վստահության։ Նա ասաց. «Այո»։ Նարեկը ուրախությունից ցատկեց, գրկելով երկուսին էլ հարցնելով, թե արդյոք հիմա Տիգրանն իր հայրը կլինի։ Տիգրանը նրբորեն բացատրեց, որ Դավիթը միշտ կլինի Նարեկի կենսաբանական հայրը, բայց ինքը, Տիգրանը, կլինի խորթ հայր, կսիրի Նարեկին որդու պես, եթե տղան թույլ տա։ Հարսանիքը տեղի ունեցավ 1 տարի անց Սարգսյանների առանձնատան մատուռում մտերմիկ արարողությամբ։ Միայն 60 հյուր մարդիկ, որոնք իսկապես կարող էին Անահիտի Տիգրանի կյանքում։ Ոչ շքեղություն կար, ոչ հարյուրավոր հետաքրքրասեր մարդիկ։ Միայն անկեղծ սեր, անկեղծ ծիծաղ երդումներ, որոնք իսկապես ինչ-որ բան էին նշանակում։
Անահիտը քայլում էր մատուռի փոքրիկ միջանցքով Գագիկի կողքին, հագին պարզ, բայց էլեգանտ շամպայնի գույնի զգեստ։ Նարեկը, այժմ 6 տարեկան, արջից գնում էր որպես մատանիների պահապան, պաշտելի լրջությամբ տանելով մատանիները։ Անահիտի սրտում վախ չկար, անցյալի ստվերներ չէին սպառնում ներկային։ Երբ հասավ խորանին նայեց Տիգրանին, որը սպասում էր սիրով լի աչքերով, Անահիտը հասկացավ, որ վերջապես գտել է այն, ինչ փնտրում էր։ Ոչ թե հեքիաթային արքայազն, այլ իրական, անկատար, բայց նվիրված, ազնիվ ճշմարիտ զուգընկեր։ Երդումները գրել էին իրենք։ Անահիտը խոստացավ վստահել, նույնիսկ երբ դժվար լինի, միշտ ազնվորեն շփվել, ամեն օր գիտակցաբար ընտրել Տիգրանին։ Տիգրանը խոստացավ հարգել Անահիտին որպես ամբողջական արտասովոր կին, երբեք չփորձել փոխել նրան, Նարեկին վերաբերվել որպես սրտի որդի, կառուցել փոխադարձ հարգանքի իսկական սիրո վրա հիմնված կյանք։ Երբ նրանք համբուրվեցին որպես ամուսին կին, հյուրերը ծափահարեցին։ Գագիկը բացահայտ լաց եղավ, տեսնելով դստերը վերջապես ունենալ այն հարսանիքը, որին արժանի էր։ Գայանեն գրկել էր Նարեկին, շշնջալով, որ նրա մայրիկը շատ երջանիկ է։ Աննան նկարահանում էր ամեն ինչ, ապահովելով, որ այդ հատուկ օրվա յուրաքանչյուր պահը պահպանվի։ Դավիթը ներկա էր, նստած աննկատ վերջին նստարաններին։ Անահիտը նրան հրավիրել էր որպես հասունության ժեստ, ընդունելով, որ նա իր պատմության մասն է Նարեկի հայրը։ Դավիթը դիտեց ամբողջ արարողությունը Անահիտի համար անկեղծ երջանկության այն ամենի համար տխրության խառնուրդով, ինչ ինքը կորցրել էր տարիներ առաջ իր անհասունության պատճառով։ Ընդունելությունը առանձնատան այգում էր, համեղ ուտեստներով կենդանի երաժշտությամբ։ Նարեկը պարեց Անահիտի, հետո Տիգրանի, հետո տատիկ-պապիկների հետ։ Բոլորը տոնում էին ոչ միայն Անահիտի Տիգրանի միությունը, այլ այն անհավանական ճանապարհը, որն Անահիտն անցել էր։ Երեկոյան, երբ խնջույքն ավարտվում էր, Նարեկը քնած էր Գայանեի գրկում, Անահիտն ու Տիգրանը մենակ մնացին պատշգամբում, դիտելով աստղերը։ Անահիտը հենվեց Տիգրանին շնորհակալություն շշնջաց։ Շնորհակալ եմ, որ սպասեցիր։ Շնորհակալ եմ, որ հասկացար։ Շնորհակալ եմ, որ դու ես։ Տիգրանը համբուրեց նրա գլուխը, պատասխանեց, որ սպասման յուրաքանչյուր վայրկյանն արժեր։ Որ Անահիտն ու Նարեկը ամենամեծ նվերներն են, որ կյանքը կարող էր իրեն տալ։ Այդ պահին Անահիտը մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այն սարսափելի օրվանից ի վեր Արարատ Գրանդ հոթելում։ Լիլիթի ապտակը, Դավիթի անգործությունը, հոր միջամտությունը, Նարեկի ծնունդը, դանդաղ, բայց կայուն վերականգնումը, դժվար ընտրությունները, անձնական աճը, եւ վերջապես իսկական սերը, որը գտնվեց, երբ նա դադարեց փնտրել, կենտրոնացավ իր լավագույն տարբերակը դառնալու վրա։ Անահիտ Սարգսյանն այդ ճանապարհորդությունը սկսել էր որպես միամիտ հարսնացու, որը հեքիաթ էր սպասում։ Նա ընկել էր, կոտրվել, շատերը կարող էին մտածել, որ նրա պատմությունը կավարտվեր ողբերգությամբ։ Բայց նա այլ կերպ ընտրեց։ Ընտրեց ոտքի կանգնել։ Ընտրեց աճել։ Ընտրեց արտասովոր կյանք կառուցել այն ամենի կտորներից, ինչ կարող էր լինել։ Եվ ահա նա, տարիներ անց, ամբողջական իրականացված կին։ Նվիրված մայր։ Հարգված մասնագետ։ Սիրված դուստր։ Հավատարիմ ընկերուհի։ Իսկական կին։ Ոչ թե որովհետև մի տղամարդ լրացրեց նրան, այլ որովհետև նա նախ լրացրեց ինքն իրեն, ապա ընտրեց այդ ամբողջականությունը կիսել արժանի մեկի հետ։ Պատմությունը, որը սկսվել էր փլուզվող խորանով, ավարտվեց նոր խորանով, կառուցված ինքնասիրության, անձնական աճի գիտակցված ընտրությունների ամուր հիմքերի վրա։ Անահիտը սովորել էր, որ երջանիկ ավարտները պատրաստի չեն գալիս, որպես տառապանքի համար մրցանակ։ Դրանք գալիս են, երբ դու որոշում ես կառուցել դրանք, աղյուս առ աղյուս, ընտրություն առ ընտրություն, օրեցօր։ Եվ մինչ աստղերը փայլում էին Երանի վրա, Անահիտ Սարգսյանը ժպտաց ապագային, իմանալով, որ պատրաստ է ցանկացած բանի, որը կգա։ Որովհետև նա բացահայտել էր ամենակարևոր ճշմարտությունը։ Ամենաուժեղ կինը, որի կարիքն ուներ իր կյանքում, միշտ եղել է իր ներսում, սպասելով միայն բացահայտվելու։